Ողջույն Միշա ջան, ոնց ես։ Ողջույն Համլետ ջան, շատ լավ, ավելի լավ, քան մի ամիս առաջ։ Հետաքրքիր միտք տվիր երեք, որ ասացիր, երբ որ իմ մոտ նոր սկսել էր, մի հատ վիդեո չկար, որ նայի տենայի մարդիկ այդ վիճակում ոնց են լինում, ինչ են անում, որովհետև իրոք մարդիկ այդ խնդիրների մեջ լինում են ու չգիտեն ինչ անեն։ Ու տարիներով մարդիկ sense պատտվում են ու այդ խնդիրն էլ հետաքրքիր զարգացումներ ունի, ըստ էության չի անցնում, ուղղակի ոնց որ sense քրոնիկ վիճակի մեջ է մտնում, բայց մարդու կյանքի որակն է ընկնում ու կարող է տենց ինչ-որ որոշակի ժամանակա մեկ, մի քանի տարի մեկ սկսի ակտիվանալ եւ այլ եւ այլ։ Հիմա ես ուզում եմ սկսենք ամենասկզբից, որ դու ասես ինչքան ժամանակա քո մոտ կար այդ ագնապային վիճակները, այդ նևրոզը, չգիտեմ, որ քեզ անհանգստացնում է։ Ի սկզբանե երևի 2014-15 թվականներից սկսվեց։ Ինքը մի հատ անծանոթ ինչ-որ երևույթ էր, sense տարօրինակ, այն որ իմ տարիքայինների մոտ տենց չէր եղել ու չի ելնում, ոնց որ ռուսերեն ասած как правило, էդի տես տվախ տարիքում սովորաբար չի սկսվում մարդկանց մոտ, որտեվ դե հիմա այս տարիքում, որ արդեն ամեն ինչ պարզ է իմ համար, այսինքն իշնորհիվ քեզ ես հասկացա այդ ասվածը տագնապ ինչից է բաղկացած, ինչի է սկսում, այսինքն հիմա որ հետ եմ նայում ու վերլուծում եմ, հասկանում եմ, որ ինքը ուղղակի այդ տարիքում չունի ոչ մի ուժ, որ սկսի մարդկանց մոտ, բայց բացառություններ լինում են ու ես այդ բացառություններից մեկն եմ, ու ինչ-ինչ պատճառներով կյանքի ծանր թեթև, չգիտեմ, հազարատ պատճառ կա, հարազատների կորուստ, ինչ-որ, չգիտեմ, ու նման բաներ։ Ու փաստորեն իմ մոտ սկսվեց ու ինքը ոնց որ ավելի նուրբ, հեշտ, չգիտեմ, ավելի սենց ինք որ ոչ ագրեսիվ տեսակներ իրա, որը որ կարելի է ասել, չգիտեմ, մի քիչ էլ ջահել էի, ավելի մի քիչ տանելի էր իմ համար, այսինքն էդի սիգնալ չէր իմ համար, ինքը դա ուղղակի տհաճ էր, գիտես, բայց չէի ընկե իրա հետևից sense մեր լեզվով ասեմ, որովհետև չէի կարծում, որ էդի տես մնայուն է, այսինքն բան է եղել է կանցնի, բայց չէ, ինքը անցավ ամիսներ, անգամ տարիներ ու ինքը մնաց, այսինքն մնացը էդի մի քիչ ավելի պարզ ասեմ այդ մնացի համար, ոնց մնաց, այսինքն կես տարի կարարելներ, կես տարի անցներ ի հայտ գար, կամ ընդհանրապես մի տարի չլներ, հետո տենց ի հայտ գար, սենց ինքը ոնց որ միշտ էլ եղել է, ուղղակի ոնց է, որ հարմար առիթ է փնտրում, որ հարցակվի, էլի, այսինքն հենց դու թուլանում ես կամ հենց սկսում ես չգիտեմ, մտքերով ընկնել կամ եւ այլն, ինքը հարցակվում է։ Ու հասկացա, որ չէ, էսի խնդիր է, որը որ պիտի լուծվի, որտեվ իրոք արդեն ոչ խնդալու էր, ոչ, չգիտեմ, նենց պիտի սպասեի, որ ինքը անցներ, մի խոսքով սկսեցի գործելը, իմ պարագայում ես բազմիցս անգամ շտապօգնության եմ դիմել այդ գրողների ժամանակ, դե բնականաբար չես հասկանում ինչ է կատարվում, այսինքն ոչ մի վատ բան չես արել, ոչ մի վատ բան չի եղել, ամենայն դեպս այդքան վատ էլի, որ տենց սկսվի մոտը տենց ինչ-որ մարմնական, ֆիզիկական բան, ու շտապօգնությունը գալիս էր բնականաբար երևի ծանոթ կլինի բոլորին, ով սրա մեջով անցնում է, գնում ենք շտապօգնություն ուղղակի ժամանակ դեղ էին տալիս, անգամ ժամանակը եղել դեղել չեն տվել, հասել եմ այնտեղ անցել է, մի խոսքով, սենց ինչ-որ ինքը հարցակումներ էր անում ու եթե թռուցիկ չպատմեմ, մի քիչ ավելի խորը պատմեմ, անգամ եղել է, այսինքն ես ուզում եմ ասեմ, ես ուզում եմ պատմեմ, որտե ես հասկացա, որ չէ, սա իրոք ինչ-որ էմոցիոնալ ֆոնի վրա, այսինքն ինքս ինձ ոչ համոզեցի, այլ ես տեսա իրոք, որտեղ մարդիկ ասում էին, որ եղբայր հոգեբանի դիմի,
չգիտեմ, դրա հետևից գնա, էլի, էդի 99% տենում ենք, որ այդ խնդիրն է, ես բայց մտածում եմ, որ չէ, ես չունեմ տես խնդիրներ, ախր ես նորմալ մարդ եմ, ընդհանրապես չունեմ, հələ ես կարամ նրան խորհուրդ տամ, էդի բոլորի մոտ կա, ինձ թվում է, 99%-ի մոտ կա, այդ պատճառով, էդի ամենատարածված պատճառն է, որ մարդիկ ուղղակի չեն դիմում հոգեբանի, բայց հոգեբանը ասվածը մի քիչ այդ չի, որ մենք բոլորս գիտենք սովորաբար, էլի, այսինքն ինքը մի քիչ խորը արվեստ է, խորը բժշկություն է, մի խոսքով օրերից մի օր շտապօգնությունում էի, աղջիկ մոտեցավ, ասեց ինչ խնդիր ունես, ասեցի չգիտեմ, լավ չեմ, ասեց այսինչ, եւ այլն, հարցեր տվեց, ասեց չէ, նորմալ է, ամեն ինչ նորմալ է, ասեց դե ուրեմն մի հատ կգաս դուրս մի րոպե։ Ասեցի լավ, բայց տարօրինակ թվաց, ինչ ուզում ես, ես եկել եմ, որ ինձ օգնեն, ասում եմ մի հատ կգաս դուրս։ Դուրս եկա, դուրս ինքը ջահել աղջիկ էր եւ ինձանից մի 5-6 տարի մեծ, շատ հաճելի անձնավորություն էր։ Մի խոսքով դուրս եկանք դուրս, ասեց կծխես, ասեցի, հա, ասենց շշմած։ Ու այդ ժամանակ շատ կարևոր է նշեմ, որ ես ահավոր տագնապի մեջ էի, հենց այդ ժամանակ։ Ասեց, արի ծխենք, ասեցի արի։ Ну ծխեցինք, հարցեր տվեց, ոնց ես, ինչ ես անում, ինչով ես զբաղված, շփվեցինք, սկսեցինք շփվել։ Ինձ համ տարօրինակ էր թվում իր հարցերը, որտեղ սովորաբար տես չի լինում, որ գնա շտապ օգնություն քեզ դες հարցեր տան, երել դուսը ծխելուց, բժշկի հետ, էլի, տես մի քիչ էցի տես չի լինում։ Ուրեմն զրույցը տևեց մոտ 10 րոպե, ու դե արդեն զրուցում էինք դու որտեղից ծխախոտը վերջացրեցինք ծխելը, սենց ես հիշում եմ, հանգցրեցի, ասեց լավ ես, ես սենց ուշադրություն դարձրեցի, ուշադրություն չէի դարձրել, հասկացա, որ ես շատ լավ եմ, ասեցի այո, սենց զարմացած նայեցի վրան, ասեց մի զարմացի, ասեց, քո մոտ տագնապ է ու պետք է կանցնի, կարիք չունես շտապ օգնություն զանգելու էլի, այլևս, որտեվ մենք տենում ենք դու շուտ ես գալի, խնդիր չունես դու ընդհանրապես, քո ամեն ինչը ստուգել ենք ու ինքը ինձ մի քանի խորհուրդ տվեց, ում դիմեմ, ոնց դիմեմ, այդ օրվանից ես հասկացա, որ իմ խնդիրը իրոք տագնապն է ու էսի, ասենք, քո ասած Համլետ ջան, ինքը ֆիզիկականի հետ կապ ունի ուղիղ, այսինքն այդ տագնապներից կարաս քեզ վատը զգաս, որ մտածես, որ կարող ես 5 րոպեից թողես այս աշխարհը գնաս, այսինքն վատ, շատ վատ։ Ու այդ օրվանից ոնց որ ինքը իմ համար դառավ խնդիր համար 1։ Հետազոտություններ, հայտնաբերեցի Վանաձև գեղձի այդ խնդիր։ Ինչպես գիտենք, արդեն ինքը ուղիղ կապ ունի այդ գեղձի հետ, այդ տագնապները եւ այլն, մի խոսքով ճիշտն ասած իրան վերջնականապես չբուժեցի, դիմեցի հոգեբանի, թվաց թե բանի մատ չի, մյուսը թվաց ինձ, որ ինքը մի քիչ այն չի, որ պետք է լիներ, այսինքն ես ինքս ինձ որոշել էի, որ հոգեբանը ինչ-որ մի հատ ստերեոտիպ ունեի ես սխալ հոգեբանի մասին, տես բան էի մտածում։ Մի խոսքով, անցավ տարիներ, խնդիրը մնաց, ավելի խորացավ, ավելի դառավ անտանելի, երբեմն խանգարում էր այն աստիճանի, որ շատ բաները կորցրել եմ, ասեմ, այդ տագնապի պատճառով, դեպրեսիայի պատճառով եւ այլն։ Մի խոսքով ով ինձ լսում է, ով ունի այս խնդիրը, ես ինչ եմ ուզում ասեմ, որ իրոք ինքը այնքան հեշտ լուծվող հարց է, բայց եթե չլուծեք այս խնդիրը այնքան է խանգարելու, դա շատ կենսական կարևորագույն բաներից զրկվելու եք։ Էլեմենտար մեքենա վարելուց կարա ֆոբիա լինի կամ չգիտեմ, առօրյայում ինչ-որ աշխատանքի տեղը կարա խանգարի ձեզ, դուք կորցնեք այդ աշխատանքը։ Ինքը սենց կարևորը, ինքը սենց կարող է պատահի ինչ-որ մանրուքներ թվա, բայց եթե իրան հավաքեք իրար գլուխ, ինքը շատ մեծ դեր ունի այս կյանքում, էլի փաստորեն։ Այսինքն չես կարա դրա հետ համատեղես առողջ կյանքը, առողջ ապրելակերպը։ Հասավ 2021 թվականը Հայաստանում էի, մի խոսքով մարդկանց խորհրդով դիմեցի Համլետին,
հանդիպեցինք, ասեմ նշեմ, որ Համլետի հետ երևի 4 ժամ կոնսուլտացիա ենք արել։ Այսօրվա պես հիշում եմ, Համլետի մոտից դուրս եկա, մեքենայով գնում էի Արգավանդի վրա էի, արդեն տենց դուրս էի գալի։ Ես հասկանում եմ, որ այս տարօրինակ լավ եմ, այսինքն ես տենց լավ պետք է չլինեի։ Ես արդեն այնքան էի սովոր այդ ամեն ինչին, որ չգիտեմ, տենց ավտոմատ իմ մոտ արդեն այնց էր, որ ես պետք է վատ լինեմ, սենց ինձի բան էի արել։ Ոնց որ միշտ տենց է եղել ու գիտեի տենց էլ պետք է լիներ։ Համլետի մոտից դուրս եկա ու հասկացա, որ չէ։ Ամեն ինչ դեռ առջևում է եւ հույս կա եւ ասեմ ավելին շատ հեշտ լուծվող հարցեր է։ Ընդամենը ինչ որ սեանսերի հարց է, էլի ոչ դեղամիջոցները լուրջ պետք, ոչ լուրջ փողերա պետք ծախսել, ուղղակի պիտի իրոք լսել ու հասկանալ ինչ է քեզ ասում հոգեբանը, տվյալ դեպքում Համլետը։ Մի խոսքով այդ սեանսը ինձ հերիքեց գրեթե 4 տարի։ 4 տարի հետո մեր օրերը արդեն ոնց որ այս տարի 2025 թվականին մի շարք ստրեսների, մի շարք կորուստների եւ այլն պատճառներով այդ ամեն ինչը նորից սենց իր այն ամեն ինչով, ինչը որ կար առաջ հետ եկավ ու ավելի ուժեղ ու ավելի ագրեսիվ տեսակը։ Այսինքն եթե համեմատենք այս վերջի գրողի ու առաջի կամ մեջտեղի, որ պատմեցի գրողների հետ, էսի ամենաուժեղն է ու ամենաանխնայինն է, այսինքն ինքը այնքան է խորացել, որ ուղղակի պարկած ես դու ամեն օր, այսինքն դու չես էլ կարող ֆիզիկապես նորմալ տեղափոխվես ակետից բեկետ, դա արդեն շատ լուրջ է։ Մի խոսքով էլի մի շարք զնումներից հետո Համլետին գտա վերջապես Ամերիկայից եւ շատ ուրախացա որ գտա, որտեվ գիտեի որ խնդիրը Համլետը մի անգամ լուծել էր այս խնդիրը, ուղղակի ես ինչ պատճառներով չշարունակեցի կուրսս ու էլի հետ վերադարձա Համլետի մոտ։ Հիմա մենք աշխատել ենք մոտավորապես 11-12 սեանս, ես համեմատեմ ինձ, հա, առաջի օրու ու հիմա, այսինքն էդի մոտ մի ամիս առաջ, եթե 0-ից 100% բալով, հա, եթե գնահատեմ, համարյա 99% ես կայուն, հիմա առողջ, այսինքն ոչ մի խնդիր չունեմ էլ։ Ինչ որ ընդդեմ անուքներ մնացել է, բայց մենք մեր աշխատանքը դեռ չենք ավարտել Համլետի հետ եւ վստահ եմ, որ շուտով այդ ամեն ինչից էլ կազատվեմ։ Ինչ եմ ուզում ասեմ։ Կներես մի հատ դիտարկում անեմ, որ ովքեր որ նայում են տեսանյութը պարզ լինի, որ 4 տարի առաջ նշեցիր, ունեիր մի օր, դու պետքա գնայիր Ռուսաստան, ու մենք շարունակ աշխատեցինք, այդ սուր վիճակից ես քեզ օգնեցի դուրս եկար, բայց ասեցի այս մակերեսային է, խորքային պատճառների հետ պետքա աշխատել, խորհուրդ տվեցի, որ շարունակենք աշխատանքը, դու ասեցիր օքեյ, ուղղակի քո ճանապարհը, հա, Ռուսաստան, Ամերիկան են ստացվեց, որ չկարողացար դուրս գալ կապի, հետո որ լավ էիր, արդեն մոռացար, ու տենց խնդրի արմատի հետ մենք իրականում չենք աշխատել, մենք հենց բունկապի հետ ենք աշխատել։ Այս դիտարկումը մեկ, մյուս դիտարկումը այն էր, որ ասացիր 14-15 թիվ, հիմա 26 թիվն է, այսինքն մոտ 10 տարուց ավել է, խնդիրը կա, ամենատարբեր մեթոդներով, միջոցներով, բժշկություն, մի հատ մոտ կարաս օրինակ թիվ ասես, այսքան տարվա ընթացքում դու բժշկական հետազոտությունների, բժիշկների վճարների, չգիտեմ, մի հատ գումար է, ինչքան գումար ես ծախսել, էլի 10 տարվա ընթացքում մոտավոր։ Համլետ ջան, ես դոլարով ասեմ, թող ինձ լսողները, եթե կարիք ունեն, թող այդ դոլարը փոխեն դրամ, հասկանան ինչ մեծ թիվ է, դոլարով ասեմ, ես իմ վրա ծախսել եմ մոտավորապես մի 30-35 հազար դոլար, այդ ամեն ինչի համար։ Իրոք շատ մեծ թվեր եմ ծախսել,
անգամ երկրներ են փոխել, այսինքն անհիմն ծախսեր եմ արել փաստորեն, էլի։ Ես այդ ժամանակ գիտեի, որ այդ ամեն ինչ անում եմ, որ ես լավ լինեմ, բայց փաստորեն ուղղակի մի հատ դուր կար, պիտի բացեի, մտեի Համլետի մոտ եւ խնդիրները կլուծվեն։ Չէինք իմանում, այսինքն ես չգիտեի, չէի վստահում, չունեի ինֆորմացիա դրա մասին։ Սենց մի քիչ որ ասում ես, ես ոնց որ կարմրեմ տենց Համլետը, մենակ Համլետը չէ, իրականում թող չլինի Համլետը, օքեյ, թող չլինի Համլետը, թող լինի եւս, չգիտեմ, էլ մի հատ ուրիշ ավելի լավ մասնագետ կամ մի խոսքով թող լինի մասնագետ նորմալ, չնայած ես շատերին եմ փորձել, թե Հայաստանում էլ, Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, իրոք չեմ խնայել ոչ մի կոպեկին վրա, այսինքն այդ իմ համար ամենակարևորագույն խնդիրն էր, էլի, համար 1, ես իրան պիտի լուծեմ, որ կարենամ աշխատեմ, ապրեմ եւ արարեմ։ Քանի մասնագետի ես դիմել մինչև իմ հետ աշխատելը, մինչև 10 տարվա ընթացքում, հոգեբան, հոգեթերապևտ։ Okay, հոգեբանի ես դիմել եմ Ամերիկայում 7 հոգուց ավել, եթե հաշվենք այս վերջի տարիներ, 8 հոգու դիմել եմ։ 8 հոգի հոգեբան եմ հետ աշխատել, Համլետ ջան, ու ասեմ Չէ, դիմել եմ, մարդիկ ուղղակի ասում էին, որ քո խնդիրը հոգեբանության մեջ չի, քո խնդիրը գնա, չգիտեմ, MRT արա, գնա ձեռդ նկարի, ոտդ նկարի, սենց այն որ անվստահություն էին ներշնչում իրանք ճիշտն ասած, ես էլ մի քիչ չեմ կարող ասեմ, որ ընդհանրապես բժշկությունից չեմ հասկանում, որտեղ այս 10 տարվա փորձ ունենաս, այդքան հիվանդանոց գնաս, գաս, այդքան այդ ամեն ինչի մեջով ասնես, ինչ որ մի հատ փորձ ձևավորում է յուրաքանչյուր մարդու մոտ։ Կներես, իսկ որ ասացիր 7 թե 8 հոգեբան ես փոխել Ամերիկայում, իրանք հայեր էին, թե ամերիկացի էին, անգլերենով էին դուք իրանց մասնագետներն էին։ Ունեինք հայ, ունեինք ամերիկացի, ունեինք ռուս կամ ուկրաինացի, տենց էլ չհասկացանք, նրանք իրար շատ նման են։ 3 ազգի հետ եմ աշխատել, Համլետ ջան։ Այդ Ամերիկայում, հա, Ամերիկայի մասին։ Այո, այդ մենակ Ամերիկայի մասին եմ ասում, այս տարիների ընթացքում Ռուսաստանում բազմաթիվ անգամ, թիվը չեմ կարող հիշեմ, ես այնտեղ շատ երկար եմ ապրել ու կարելի ասել հենց սկսել եմ ապրել այդ խնդիրները առաջացել այն մոտ բազմաթիվ անգամ շատ հոգեբանների մոտ նստած, պարկած, կանգնած, հեռախոսով այն որ չեմ կարող հիշեմ, հիպնոթերապևտի էլ ես դիմել ինչ-որ։ Հիպնոզ, հա, փորձել են Հայաստանում, այդ Հայաստանի մասներ խոսքը, չեմ կարող վատ բան ասեմ տվյալ բժշկի մասին, ընդհանրապես չգիտեմ ինքը մինչև ինչ արել կամ ինձից հետո ինչ արել, բայց իրա մոտ գտնվելու ժամանակ, ընդ ինչ որ բաներ փոխվեց իմ մոտ, բայց կարդինալ ոչ մի բան չէր փոխվել, այսինքն ավելի շատ ոնց որ ընկերոջ հետ զրույցն էր իմ ու իրա զրույցը, շատ բաներ չփոխվեց, հիպնոզն էլ Համլետ ջան, տենց էլ չկարեցավ մարդը ինձ այդ վիճակի տրանսի մեջ մտնի, սենց ասեմ, չէր հաջողվում։ Քանի կոնսուլտացիա ես դու գնացել իրա մոտ։ Ես իրա մոտ եղել եմ 3 կոնսուլտացիա, բայց 3 եղել եմ, որովհետև ինքը 4-ից ասեց, որ դու էլ կարիք չունես հոգեբանի, այսինքն ես քո մոտ խնդիր չեմ տենում։ Քո խնդիրները թվացial են, ռուսերեն ասած, это было давно и неправда, այսինքն դու գնա, քեզ փնտրի ֆիզիկական ինչ-որ թերապիաներ կամ էսկոմենկոմ, ասեցի լավ, եղավ, դե մարդը ասում է գնա, ու չեմ ասելու, չէ լավ էլի մի հատ մի սեանս էլ անենք, գնա, վերջացավ։ Լավ, իսկ միջինում այդ հոգեբանական աշխատանքները մի մասնագետի հետ քանի կոնսուլտացիա ես գնացել, որ մաքսիմում ամենաշատը որ եղել է, բացի քեզանից 3 կոնսուլտացիա եղել։ Իսկ հիշում ես, որ այս վերջի անգամ որ սկսեցինք, հա, առողջություն։ Մերսի շատ, ես մի քիչ վատառողջություն ներեք։ Որ ասեցի, սենց խնդիր կա իմ պրակտիկայում էլ կա, իհարկե հաճախ չի հանդիպում, բայց որ 3 օր հետո մարդիկ հիմնականում հրաժարվում են, փոփոխություն չեն տենում։
Ինչ ես կարծում, իսկ միգուցե որ մի քիչ երկար գնայր, չէր լինելու այդ բաները, որտեվ 3 Ես հարցը հասկացա Համլետ ջան, եթե թույլ կտաս ես հիմա ոչ թե կարծիքս կհայտնեմ, այլ կխնդրեմ եւ կհորդորեմ մարդկանց չանել տենց բան, այսինքն չթողել ոչ մի դեպքում չհանձնվել, ուրեմն խնդիրը միանշանակ ենթագիտակցության եւ գիտակցության մեջ է, այսինքն գլխի մեջ է, ես մարդ եմ, որը որ տասնյակ տարիներ կարելի է ասել այդ ամեն ինչի հետ պայքարել ու կռվել եմ, միջև չեմ հանդիպել Համլետին, որովհետև Համլետը միակ հոգեբանն էր իմ տեսած հոգեբանների մեջ, որը որ դետալ բացատրում էր ինչից է բաղկացած քո տագնապը, ինչպես կարելի է իրանից ազատվել եւ այլն, այսինքն այնքան մանրամասն էր բացատրում, որ ես հասկանում էի, այսինքն ինձի պարզ էր ու իրոք եթե սեանսը Համլետի հետ ավարտում էի եւ անջատում էի, փորձում էի քնել կամ դե մեր մոտ սովորաբար գիշեր էր լինում, ես վերելուծում էի Համլետի ասածները եւ հասկանում էի, որ ճիշտ է, իրոք ճիշտ է։ Այսինքն ոչ թե այնպես բան էր ասում, որ տենց չէի կարա մտածեի կամ հասկանայի իր ասածները, սովորական նորմալ ժողովրդական լեզվով բացատրում է։ Ու գործիքներ կա փաստորեն, ես չգիտեի միջև Համլետը, գործիքներ կա, որը որ աշխատում է այս ամեն ինչի դեմ, օրինակ շնչառական վարժությունները, ֆիզիկական վարժությունները։ Մի խոսքով ես լսեցի Համլետին, ասեմ խի, որովհետև այնպես չի ես Համլետին 1000 տարի ճանաչում եմ կամ Համլետի ընկերն եմ կամ չգիտեմ բարեկամն եմ, ես ուղղակի հանձնվում էի, էլ չունեի հնարավորություն ոչ այս ամեն ինչին հետ ապրեի, հանդուրժեի ու մարդ էլ չունեի, որ կարար հույսս կորցրել էի, մի խոսքով չգիտեի էլ ինչ անեի։ Ինձ մնացել էր ուղղակի այն, որ ասում է կորցնելու բան չունեմ, լսեմ տենամ այս մարդը ինչ է ասում։ Լսեցի եւ տեսա եւ կարելի ասել ազատվեցի այդ ամեն ինչից։ Էս է իրականությունը, խորտ կտամ ձեզ բոլորի, ով սկսել է հանկարծ չմտածեք այդ թողելու մասին, որովհետև էդի ուղիղ կապ ունի ձեր ամեն ինչի հետ, ձեր առօրյայի, ձեր խնդրի լուծման հետ։ Եթե դուք մտածում եք, որ 3 կոնսուլտացիան եթե անցնենք ու դուք զգաք, որ դուք փոփոխություն չունեք, շատ սխալվում եք, որտեվ իմ մոտ փոփոխությունը սկսվել է երևի սկսվել է փոփոխությունը առաջի 2-ից, բայց ես հասկանում էի, որ չէ, չեմ ազատվել։ Դեռ շուտ է Համլետի հետ իրար հաջող անենք, մի խոսքով էլ չշարունակենք մեր կոնսուլտացիաները։ Ես այդ ամեն ինչը զգացի 7-րդից 8-րդից հետո, որ ռեալ այնքան տարբերություն ունեմ, այսինքն ոնց է, չէ, եթե դու զգում ես, որ մի բան անում ես, զգում ես, որ տարբերություն կա, չես թողի, չէ, այնքան կանես, միջև որ լագիշնի է, չէ, միջև որ լուծվի քո խնդիրը։ Հիմա եթե դուք 3 կոնսուլտացիայից հետո ընդհանրապես փոփոխություն չեք տենում, ընդհանրապես, այդ չեմ կարա ոչ մի խորհուրդ տամ ձեզ, բայց չեմ կարծում, որ մարդ լինի 3 կոնսուլտացիայից հետո գոնե սենց 1% թեթևություն չզգա կամ բան չզգա, ոնց են ասում, տարբերություն չզգա։ Բանալին նրա մեջ է, որ պետք է անեք վերջացնեք։ Եթե ձեզ պետքա 10 տարեք, եթե ձեզ պետքա 20 տարեք, բայց այն որ 100% ազատվելու եք, էդի դրա մասին խոսք չկա, հենա, ես օրինակ եմ ձեզ բոլորիդ, Համլետը գիտի, ես 2 բառով ձեզ ասեմ ինչ վիճակ էր իմ մոտ, ես անգամ դուրս չէի գալի տնից, լավ, սենց ասեմ։ Իմը ուղղակի հեռուստացույցներ, սենյակ լավագույն դեպքում, դրա տրամադրություններ չունեի, էդ էլ չէի կարող անեի, ուղղակի այն որ պարկած, հաշվանդամի պես։ Մի քիչ եթե կարելի է ֆիզիկական սիմպտոմները ավելի մանրամասն նկարագրել։ Մեծ հաշիվով, ես անգամ կուզենայի, այո, մի քիչ ոչ թե շատ կմանրամասնեմ, որովհետև վստահ եմ, որ մարդիկ դրա համար չեն գալի հոգեբանի մոտ։ Իրանք մտածում են, որ էսի ֆիզիկական խնդիր է, բայց ոչ, ֆիզիկական չի այդ խնդիրը։ Սիմպտոմներից են ուրեմն իմ մոտ տարբեր տարիներ տարբեր ձևերով են իրանք արտահայտվել, ասեմ ավելին ու իրանք ավելի ագրեսիվանում են, քանի գնում են։ Այսինքն եթե իրան շուտ չլուծես այդ խնդիրը, ես իմ փորձից եմ ասում, օրինակ ես եթե շուտ լուծեի, այս ամեն ինչը չէի տենա։ Բայց
մի խոսքով եղավ, չլուծեցի ու հասա այդ աշխարհի։ Սիմպտոմներից են ահա որ շունչը ուղղակի սկսում է կտրվել։ Դու կարող ես կարծես, որ տագնապ չի, ինքը քեզ կարող է թվա տագնապ չի, չէ, տագնապ չի, ինչ որ թոքերի հետ խնդիր ունես, կամ չգիտեմ, ինչ որ ասենք տեղում ես, մեքենայի մեջ կամ սենյակում, քեզ կարող է թվա, որ այդտեղ կիսլարոդը քիչ է։ Աբսուրդ։ Չգիտեմ, քանի անգամներ ես երկար ճանապարհ գնալուց ուղղակի մեր հայերենով ասած հարամ է եղել այդ մեքենայի մեջ, այդ շունչ կտրվել է։ Դրան հետևորդում է գլխապտույտ, ձեռքի ծակծկոցներ, ձեռքի մարմնի ամբողջ sense ոտից միջև գլուխ անզգայանալու տենց անզգայացում ասենք, հա, իրանք ոչենք, իր ավելի տեստ մի բժշկական տերմիներով չեմ կարող ճիշտ ասեմ, ծակծկում է, ուղղակի անզգայանում է։ Տրամադրության ընկում, այսինքն դու առավոտ զարթնում ես թարմ ուժերով պետք է դուրս գաս ինչ-որ մի բան անես, քո մոտ ընդհակառակը ընենց տպավորությունն է, որ դու հենց նոր քնել ես, ուղղակի քեզ ձեն են տվել։ Ոնց որ 3 սուտկա աշխատած լնես, չգիտեմ, ցեմենտ ավազ կրած լնես, ու տենց այն որ քնես 3 վայրկյան հետո քեզի ձեն տան։ Այդ սաստայանին ինձ թվում է բոլոր հատկապես տղաները գիտեն ինչի մասին է խոսքը։ Այտենց զարթնում ես, այտենց քնում ես։ Օրվա ընթացքում դու ջղայն ես, դու ոչ մի բանից հաճույք չես ստանում։ Աշխատանքի մասին էլ չեմ խոսում, ընդհանրապես կորում է այդ ցանկությունը, մոռանում ես այդ ինչա։ Աշկերի հետ է խնդիրներ սկսում շատերի մոտ։ Ճնշման տատանում ահա որ ոմանց մոտ իջնում, ոմանց մոտ բարձրանում։ Իմ մոտ օրինակ հաճախ իջնում էր։ Չգիտեմ ինչի հետ էր կապված։ Ճնշման խնդիրը այն որ ոնց ասեմ, արդեն 27 տարեկանում ես իմ մեքենայի մեջ ճնշման ապարատ ունեի ու այն որ մատին կպցնում են, այն որ արունը սրտի աշխատանքն ու բանի սատուրացիան ստուգելու։ Դե 27 տարեկանում ինձ թվում է վաղ այդ ամեն ինչի մասին մտածել կամ ունենալ։ Այդ է սիմպտոմները հիմնականում այդ են, խեղդվելը գիշերները ամենակարևոր բանը, որ ես շատ կուզենայի այդ ժամանակ մեկը լիներ իմ կողքը, ասել եղբայր, ես էլ ունեմ կամ ունեցել եմ կամ մի վախեցի, նորմալ անցողիկա լուրջ չի։ Ուրեմն գիշերը որ պարկում ես քնես, դու ուզում ես քնես ժամանակ առ ժամանակ, շատ ես ուզում քնես, անգամ ինքը տարօրինակ շատ ես ուզում քնես, էլի ոնց որ քեզի անջատող ինչ-որ մի հատ թեյ խմացել ես, բայց չէ, ուղղակի պարկել ես ու շնչառական ես համակարգը, որ պետք է ավտոմատ շնչես, ինքը թուլանում, դանդաղանում է, կծկվում է, չգիտեմ ինչ է լինում այդտեղ մկաներիդ հետ, մի խոսքով անընդհատ զարթում ես ու շնչում ես դու, ուղղակի օդ ես ման գալի։ Քնի հետ կապված ես Համլետ ջան, եթե հիշում ես քեզ ասեցի, որ ես մոտավորապես 4 ամիսա չէի քնել։ 4 ամիս չքնես, մի հատ էլ դրանից ես տագնապ ունենալու 100%։ Ես 4 ամիս չէի իմանում քունի ինչ բան, այսինքն ես պարկում էի ժամը 10-11-ին, սովորական իմ պարկելու ժամանակն ա եղել միշտ։ Ես քնում էի ժամը 5:30-6-ին, էդ էլ այն քունն է, որ առավոտ ինչ էլ ուզում ալնի, դե քնես էլի, այդ ժամին սաղեր քնում են։ Գիշերը ես նայում էի դուրս էի գալի փողոց, կամ իմ ընտանիքի անդամներին նայում էի իրանց քնած, ուղղակի նախանձում էի մարդկանց, որ իրանք գոնե կարան քնեն։ Շատ բաների վրա է ազդում, էլի ոնց ասեմ, էդի այնքան վատ բան է ու այնքան Փառք Աստծո հեշտ լուծվող խնդիր է, որ մարդիկ ուղղակի չգիտեն դրա մասին, չեն անում ու տառապում են, բայց դրա կարիքը չկա, ընդամենը պետք է հոգեբանի մոտ գնաք, ընդամենը պետք է լսեք իրան ու փորձեք դուք ինքներդ ձեզ օգնեք, որտեվ Համլետը ինձ սկզբում ասում էր, որ ես քեզ տալու եմ գործիքներ, բացատրելու եմ ինչ անես, բայց դու պետք է քեզ, այսինքն անելունը ձերն է, Համլետինը չի։ Տենց կարամ այդ սիմպտոմների վերաբերյալ ասեմ, Համլետ ջան, ուրիշ բաներ տենց, որ ասեմ, շատ բաներ, հա սենց ասեմ, շատ բաներ չեմ կարա նշեմ, որտեվ չեմ հիշում կոնկրետ ինչ, բայց մարմնից վրա տենց տեղ մի սանտիմետր ու միլիմետր չի մնացել, թե մեջից, թե դրսից, որ այս տագնապը չհարված ինձ։
բռնած սրտից, լյարդից, երիկամ, ամեն սաղ օրգաններին խփում է ինքը։ Ուղղակի մեկի մոտ վերևում է ինքը ակտիվ, մեկի մոտ ներքևում է ակտիվ, մեկի մոտ, չգիտեմ, ոտեր, ձեռներ, շատ կարևոր բան էլ նշեմ, եթե թույլ կտաք, ուրեմն երկար ժամանակ, մոտավորապես 2 ամիս, դա իմ համար շատ երկար էր, այդ 2 ամիսը, ուղղակի որ պարկում ես, որ ուղղակի քնես կամ հանգստանաս, մկաններդ ինքն իրան շարժվում են։ Ունես տպավորությունը հատկապես ոտքերի շրջանում, այս ներքևը, վերևը, ոնց որ այսինքն, չգիտեմ, այն որ մի հատ 10 կիլոմետր պատկերացրու վազես ու ռեսկի գնաս պարկես։ Ոտերիդ այդ մկանների թուլությունը, այդ ինչ կզգաս, չէ, ինքը ոնց որ հանգստանա, կամ ծակծկի, չգիտեմ։ Ու ինքը շարունակական էր, այսինքն գիշեր-ցերեկ ինքը կար։ Ես երբ պարկեի կամ նստեի, այդ զգացողությունը կար մոտս։ Շատ բաների է այդ տագնապ ասվածը կպնում, շատ սիմպտոմներ կան, որ ես կարամ հիշեմ, ասեմ հաթաթ, բայց ինձ թվում է հիմնական սիմպտոմները, որ սաղի մոտ տարածված է, այդքանն էր, Համլետ ջան։ Շատ լավ։ Մեկ էլ հետաքրքիր էր դեղորայքային բուժումը, այսինքն այս տագնապի հետ կապված ոչ թե ուրիշ օրգան համակարգերի, այլ այս խնդրի հետ հոգեմետ դեղեր, չգիտեմ, հակադեպրեսանտներ, փորձդ ոնց է եղել, ինչ ազդեցություն է ունեցել, ինչքան ժամանակ ես ընդունել։ Հակադեպրեսանտները ես մոտավորապես այդ սկզբի շրջանից սկսված միջև օրս ժամանակ առ ժամանակ ընդունել եմ, բայց ոչ թե որ չգիտեմ, սենց ասում էի, էդի անեմ, չէի հավատում իրան ճիշտն ասած, էլի, այսինքն բժիշկների մոտ գնալուց հետո դե տենում եմ, որ հոգեբանական խնդիր ունես կամ չգիտեմ, հոգեհուզական խնդիր ունես, ինձ թվում է բժիշկները ավելի լավ են տենում այդ ամեն ինչը մեզանից, որտեվ ում մոտ որ գնում էի, միշտ ասում էին, որ քո խնդիրը էդ է, դրա հետևից գնա, ու դեղեր էին նշանակվում միշտ բոլորը, անգամ այդ ովքեր որ ասենք կոնկրետ չեն զբաղվում հոգեբանությամբ, բայց ինչ որ մի բանի բժիշկ կա մարդը, օրինակ, չգիտեմ, սրտային կամ չգիտեմ, գլխի հետ կապված, մեկը այդ թույլ դոզայով հանգստացնողները նշանակում էին, ես խմում էի, այսինքն հույսս կապում էի ինչ որ չափ այդ իրանց նշանակածի հետ, ասում էի, դե խմեմ տենամ, կօգնի, ավելի լուրջ տեղ կգնամ, ավելի շատ կխմեմ, ոնց որ կշարունակեմ, էլի այդ դեղերով բուժումը։ Չէ օգնում, որ չասեմ սենց 100% էֆեկտ չի ունեցել, օրինակ գլիցինը ինձ այն սկզբի ժամանակ լավ օգնում էր, գլիցինը ինձ թվում է շատ մարդիկ գիտեն այդ ինչա, ինքը հանգստացնող դեղ է, առանց ռեցեպտի ծախում են, գլիցինը ինձ օգնում էր, բայց օգնելը ասվածը մի քիչ, չգիտեմ, ինչ որ ֆիզիկական բաներից ազատում էր ինձ, ասենք այդ կծկումներից բան, ինքը այդպես շատ կարճ ժամանակում հանգստացնում էր։ Խոսքի կարող է 2 ժամ, 3 ժամ, էդի տենց կորեր գնար, բայց հետո հետ էր գալու։ Դեղամիջոցներ ինչեր չեմ փորձել ես։ Ինչեր չեմ փորձել, Համլետ ջան, Ամերիկայում, Ռուսաստանում, Հայաստանում, Եվրոպայում անունները ունեմ ցուցակով, եթե հետաքրքրում է ինչ-որ մեկին, կարամ ուղարկեմ, այնքան շատ են իրանք, կեսն էլ չեմ խմի, ասեմ Համլետ ջան, որովհետև մի քիչ որ կարդում ես այդ ինչ տեղ է նշանակե, խմելը չի գալի, այսինքն ինքը համարյա նարկոտիկ է, էլի լուրջ, ասենք դաժե սև շուկայում վաճառվում է որպես ինքը տրուդնադաստուպնի նարկոտիկ, սենց ասեմ, տես դեղեր էլ կան, որ նշանակում են բժիշկները, բայց պետք չի այդ դեղերը օգտագործել շատ, ավելի շատ հետոյվա մասին պետք է մտածեք, որտեվ ես մտածում եմ, ասում եմ, բա որ հիմա նստեմ, ես ես դեղամ, լավ, ինքը ինձ կօգնի, օրինակ, թեպետև տենց չի, իմ կարծիքով չի օգնում, ինքը ավելի շատ հետո կվնասի քեզ, հիմա եթե օգնի, հետո ոնց եմ ես իրանից, այսինքն ես այս պրոբլեմից ազատվեմ, մի հատ ուրիշ ավելի մեծ խնդիր եմ ունենալու, էլի։ Ոնց որ ալտերնատիվ տարբերակ եմ, ես ապահով տարբերակ եմ մանեկե միշտ, դրա համար չեմ խմել դեղամիջոցները, բայց նշանակել են շատ դեղամիջոցներ, Համլետ ջան, ու իմ խմածներից չի եղել տենց ինչ-որ դեղ, ես խմել եմ շատ դեղամիջոցներ, չի եղել տենց ինչ-որ կոնկրետ մի հատ դեղ, որ ես խորհրդամ ասեմ, այսի առեք խմեք, լավ կլնեք, գոնե լավ կլնեք, չեմ ասում դզվեք, դզվելու մասին խոսք չունեմ, ընդհանրապես, դա հնարավոր չի,
բայց ուղղակի լավ կլինեք, գոնե ինչ-որ մի բանից կազատվեք։ Ժամանակավոր այո, բայց հենց դեղամիջոցի էֆեկտը վերջացավ, նորից հետ է գալու ձեր այդ ամեն ինչը։ Կարող է գա 3 օր հետո, 5 օր, 10 օր հետո, բայց ինքը հաստատ հետ է գալու։ 10 տարվա մեջ ինձ գնացը հետ է եկել, ինձ թվում է դա հերիք է արդեն, որ հասկանաք ինչ մասն է խոսքը, էլի։ Իմ հիվանդությունը մի քիչ երկար պատմություն է, այս ամեն ինչը։ Դրա համար ես որ ասում եմ չի օգնե դեղամիջոցը, դա ես 10 տարվա փորձ կա այդ ասածից հետև, էլի։ Հասկացա, Միշա ջան, շատ սենց արժեքավոր ինֆորմացիա ես տալի, մանրակրկիտ ներկայացնում։ Կներես Համլետ ջան, ես դրա վերաբերյալ, եթե կարելի է, եթե թույլ կտաս 2 բառ ասեմ։ Ուրեմն չգիտեմ ինչ ասեմ, այն մարդկանց ովքեր որ լսել են այս ամեն ինչը, եղբայրներ, քույրիկներ, ոնց դիմեմ ձեզ։ Ես իմ այդ հիվանդության պիկի ժամանակ երդվում եմ ամեն ինչ կտայի, որ ունենայի sense մի հատ տեսագրություն կամ ինչ որ մեկը sense ինչ որ մի հատ բան ինձ ուղարկեր, թեկուզ եւ դրա մեջով անցած լիներ շատ վաղուց, որ ես դա լսեի, որովհետեւ իմ այդ հիվանդության այդ թեժ պահերին ինձ շատ էր պետք այս ամեն ինչը, չունեի ոչ ֆորիում կար, ոչ չգիտեմ մարդիկ ունեի տենց ինչ որ կարայի հարցներ իրանք ձեզ պատասխանեին, փնտրում անեի գալիս վիդեո զայնագրություններ, ինֆորմացիա, ինչ է էս, ոնց անեմ, ոնց անցնի, որտեղից սկսեմ, ոնց է ճիշտ անել, այսինքն ես ուզեցել եմ ազատվեմ, ուղղակի ճիշտ ինֆորմացիա չունեի։ Ու օրերից մի օր ես հիշում եմ շատ վատ էի, ասեցի որ գիտես ինչ կա, եթե հանկարծ Աստված տա ձերբ ազատվես այս ամեն ինչից, ես իրոք մտածում էի, ասում էի, ես տենց մեդեինի մարդ չեմ սիրում հերոստվանի տեսախցիկի առաջ խոսամ կամ չգիտեմ ինչ որ sense բաներ, ընդհանրապես չեմ սիրում այդ ամեն ինչը, բայց ասում էի, երբ որ ես այս ամեն ինչից ազատվեմ, Աստված ջան, շատ եմ խնդրում, ինձ օգնի, ես այս ամեն ինչից ազատվեմ, ես հենց ինչ որ մի հատ զայնագրություն կթողեմ, որպեսզի մարդիկ, ովքեր որ այս վատ դրության մեջ լինում են, լսեն ու հասկանան, որ չէ, եղբայր, այս ամեն ինչը իրոք այնքան հեշտ լուծվող հարց է, ուղղակի մեզ այդ պահին թվում է, որ մենք մի հատ շատ վատ բանի մեջ ենք, որը որ չի կարա, այսինքն չենք կարա ազատվենք դրանից, կամ կազատվենք, չգիտեմ, շատ դժվար, ոչ, իրոք ոչ, չէ, ես էլ եմ տենց մտածել, ասեմ ավելին 2 ամիս առաջ, օրինակ, ինձ կային հարցնեին, ասեի, վայ, գիտես ինչա կատարում իմ հետ, բայց ոչ, տենց չի, ու շատ ուրախ եմ, որ այս հնարավորությունը ընձեռել ես Համլետ ջան, որովհետև իրոք շատ վատ բան է, ով գիտի ինչի մասին է խոսքը, ով այս ամեն ինչի մեջով անցնում է, ես անգամ թշնամուն չեմ ցանկանում այս ամեն ինչի մեջով անցնի, շատ ծանր բան է, տագնապը, դեպրեսիան, այդ ամեն ինչը, դրա համար շատ էի ուզում, որ մարդիկ, այսինքն անգամ ես այդ բանին շատ էի ուզում տեսնել ինչ որ մի հատ տեսաձայնագրություն կամ ինչ որ մի հատ ֆորիում, որտեղ որ լինեն մարդիկ, ովքեր անցել են եւ մանրամասն են սիմպտոմների մասին, ինչից են սկսել, ոնց բուժեն, ինչ անեն, ինչ չանեն, ինչ սխալներ թույլ չտան, հասկանում ես, չեմ ունեցել ես ինֆորմացիա, ես կարելի ասել այդ ճանապարհը մենակ եմ անցել ու վախով, մինչև որ հանդիպեցի ճիշտ մարդկանց, այդքանը կարամ ասեմ եւ վերջում կարամ ավելացնեմ, որ ես ձեզ խնդրում եմ ուղղակի մի թողեք կիսատ, մի կրկնեք իմ սխալը, ես սխալվեցի եւ հիմա դուք իմ սխալը տեսեք եւ այս պատմությունը որ ձեզ պատմեցի, հասկացեք, որ իմ սխալից հետո ես ինչքան եմ տուժվել, այդքանը կարամ ավելացնեմ Համլետ ջան, ուրիշ բան չունեմ ասելու, մնացածը ես կլսեմ քո հարցերին։ Մի հարց էլ երևի տամ ու ավարտենք, ինձ հետաքրքիր է մեր կոնսուլտացիաները, այսի մեթոդով, որ մենք աշխատում ենք, այդ կոնսուլտացիայից առաջ քո մտքերը, էմոցիաները, զգացողությունները, կոնսուլտացիայի ժամանակ ու կոնսուլտացիայից հետո, կոնկրետ ասենք մի օրվա կտրվածքով, այն ընդհանուր, հա, ասենք բանով չէ, որ քո խնդիրը լուծվեց, այլ կոնկրետ ամեն մի կոնսուլտացիայի վերաբերյալ քո մտքերը, կարծիքը, տպավորությունները։
Շատ լավ։ Անգամ ես հիշում եմ, եղել են կոնսուլտացիաներ իմ ու քո հետ Համլետ ջան, որ ես զգացել եմ հաջորդ օրը ու հենց առավոտ։ Այսինքն այդ օրը վերջացրեցինք մենք կոնսուլտացիան, ամեն կոնսուլտացիայից հետո նախ ասեմ, որ ես հույսով լի լցված եմ եղել, այսինքն դա էլ է ինչ շատ օգնել, ինչ որ եթե մի բանի սկսում ես հավատալ է ռեալ, որ հեսա կլինի, դա էլ է շատ օգնում։ Ես ուղղակի ավելի շատ դուխս տեղն էր գալիս, հենց մեր լեզվով ասեմ, ավելի շատ տրամադրություն էի ունենում, եւ եթե նկատած կլիներ այն վերջում ես միշտ ժպտում էի, ինչ պատճառներից են, չգիտեմ, ինչ որ մի հատ sense բան էր, ուժ էր գալի մոտս, այդ ուժը ես զգում էի, որ ես ինչ որ մի բանի հասել, ինչ որ մի level բարձրացել եմ, բայց անգամ եղել է որ Համլետ ջան, ես այդ օրը տենց ավարտել եմ այդ խոսակցությունը, բան, ես ինձ իհարկե ոգեշնչել եմ, որ չէ, եղբայր, էսա քո ճանապարհը, էսի պիտի անցնես, որ ամեն ինչ դզվի, գնացել եմ, պարկել եմ, քնել եմ, որ ասեմ այդ օրը տենց այդ կոնսուլտացիայից հետո ռեսկի տարբերությունը զգացել եմ, ոչ, առավոտ զարթնել եմ, այլ առավոտ զարթնելուց արդեն հասկանում ես, որ չէ, փոխվեց, այսինքն տրամադրությունը էլ չի ընկնում, կամ ոչ այդքան ընկնում է, բայց այդքան չէ, կամ ընկնում է, բայց բարձրանում է, այսինքն ինչ որ նշույլներ արդեն կա, էլի, ինչ որ հույս կար արդեն, որ այս ամեն ինչից հիմա շուտով պետք է ազատվես։ Ու այդ ամեն քայլը դեպի հաղթանակ ինձ տալիս էր ավելի շատ ուժ, այսինքն այդ ամեն մի առաջ գնալը մի քայլ ինձ համոզում էր եւ վստահ էի լինում, որ վերջ, այս իրոք Համլետի ասած խնդիրն է, այսինքն ինքը խնդիր էլ չի, սենց ասած, ինքը ուղղակի տագնապ է, որը որ այս ամեն ինչը լուծվում հեշտ գնում է։ Այդ կարամ ասեմ, կարամ տենց նկարագրեմ իրան, եթե ավելի, չգիտեմ, ավելի շատ բան փորձեմ հիշեմ, ավելի շատ բան կհիշեմ, Համլետ ջան։ Հիմնականում տենց է եղել, կամ եղել է վերջում կոնսուլտացիայի, որ ինչ-որ մի հատ էներգետիկի բան էր, ոնց ասեմ, ոնց որ սլիվ գա էլի մեջը, սենց որ սենց ոնց որ էներգիա զգաս, ինքը շատ լավ պայծառ բան է դա։ Ոնց որ ինքը քեզ թույլ է տալի ինչ-որ քանի ժամ, մի 2 ժամ, մի 3 ժամ այդ կոնսուլտացիայից հետո ընդհանրապես ձեռք ազատվես այդ ամեն ինչից։ Իսկ հիշում ես, եթե կհիշես, իմ մոտ եղել է, որ մենք կոնսուլտացիա ենք արել, հարցրել ես ոնց ես, ասել եմ հինց հիմա ամեն ինչ գնաց։ Այսինքն այդ ամեն ինչ գնաց ի՞նչ է նշանակում, որ ինքը սկի չկարել, ինքը չէր կարա, չէ՞ լուրջ հիվանդություն լիներ ու տենց Համլետի հետ երկու բառ խոսանք ինքը գնար, չի լինում տենց։ Ուղղակի այդ ամեն ինչից հետո դու ինքդ արդեն վստահ ես, որ եղբայր, այս լուրջ բան չի։ Հեշտ բուժվող բան է, Համլետ։ Իսկ հիմա մեր մարդիկ լսում են, ասում են, տենաս էդ ինչ է խոսացել այդ Համլետը, որ այդ տղեն լավ է զգացել, այսինքն ինչ կար այդտեղ, ինչն էր, ինչ որ միստիկա կար, ինչ կար։ Ես կարամ տարբերությունը ասեմ քո հետ աշխատանքի եւ քեզանից առաջ մարդկանց հետ աշխատանքի։ Ուրեմն նախ սկսեմ նրանից, որ դու բացատրում ես որտեղ է խնդիրը, այսինքն մենք իրար հետ ենք, չէ՞, այդ խնդիրը մանգալի գտնում։ Ես քեզ օգնում եմ, չէ՞, ինչ որ գործիքներ ես տալի, ես ինչ որ քեզ ինֆորմացիա եմ տալի, դու ման ես գալի, ուղղակի պետք է հասկանաս դա ոնց է աշխատում, էլի։ Եթե մարդկա, ասենք, մտածում է, տես պետք է գնա ինքը պարկի, Համլետը խոսա այն բաների պես, կինոների պես, էլի, վերջում մի հատ սենց անեն, ասեն դու լավ ես, այդ հատուն չկա տես բան։ Դա ամենասխալ բանը, դա չի աշխատելու։ Ավելի լավ է, ուրեմն չգաք։ Ոչ Համլետի, ոչ ինչ-որ մի հատ հոգեբանի մոտ։ Ես իմ փորձից ասեմ, ես ուղղակի ինքս շատ հետաքրքրասեր մարդ եմ, այսինքն եթե ես վստահ եի, եթե ես հասկանամ ինչից է բաղկացած տագնապը ու այն ենթագիտակցությունը ասված է, եթե մարդ կարենա հասկանա ինչ է իրանից ներկայացնում, մնացածը արդեն Համլետ ջան, ռուսերեն ասած ձելը տեխնիկի, վերջ, այդտեղ արդեն հաղթանակ ունենք, որտեվ եթե հասկանաս ենթագիտակցությունը ինչ է, ինչ հետաքրքիր բան է, ու իրոք ինքը կա բոլորի մոտ, օրինակ ես չգիտեի, դրա համար չէի հավատում հոգեբանության ասվածին, չէի, ասում էի, ես այս ուղեղիս չգիտեմ, դե չեմ ասում ես բարձրագույն ավարտած շատ խելացի մարդ եմ վունդերկինդ, բայց
բավականին շատ բան գիտեմ այս աշխարհում, մի խոսքով չի կարծում, որ ինձ այս իմ level-ին պետք է ինչ-որ մեկը, որ գա ինձի ասի, ես ինչ անեմ։ Հիմնականում մարդիկ էդ են տենում, տենց սխալ ինֆորմացիա ունեն հոգեբանության մասին, էդ է խնդիրը, որ չեն վստահում կամ չեն դիմում հոգեբանի օգնությանը։ Քո տարբերությունը էդ էր Համլետ ջան, որ դու ուղղակի դետալ բացատրեցիր, նախ դու ասեցիր, որ կան բազմաթիվ գործիքներ այս ամեն ինչի հետ աշխատելու ու 100% էֆեկտի հասնելու, ուղղակի ամեն մարդու մոտ ինդիվիդուալ է, այսինքն մեկի մոտ էս աշխատում, մեկի մոտ էս աշխատում, մեկի հետ sense պիտի փորձես, մեկի հետ sense փորձ։ Քո ասածները ուղղակի ճշմարտություն են, ուղղակի։ Այսինքն էդի էլեմենտար բաներ ես ասում, նենց կինո չես պատմում, կամ էլ եսի ինչ չես ասում, որ մարդ չհասկանա քեզ։ Բոլորին հասանելի է քո ասածը, իմ կարծիքով։ Դրա համար տարբերությունն եմ ես ասում, ինչի ես մնացի քո հետ, ինչի ես շարունակեցի, որտեվ դու այն սկզբից կարեցար բացատրես հասանելի լեզվով, որ ինչա ներկայացնում իրանից այս ամեն ինչը։ Էդ էր հիմնական խնդիրը։ Ու ես մի հատ շատ կարևոր նշում անեմ, եթե թույլ կտաս։ Ռեալ փոփոխություն իրոք Այս շատ կարևոր է, ռեալ փոփոխություն զգացի այն օրը, երբ որ դու ինձ բացատրեցիր ինչա նշանակում ենթագիտակցություն։ Ես հասկացա ինքը ինչ է, այսինքն դու ինձ տվեցիր այդ ինֆորմացիան, ոնց որ ասեցիր, որ ինքը այսինչ բանն է, ու իր դեմ սենց են պայքարում, սենց են անում ու ինքը հեշտ լուծվող։ Դու ինձ այդ ամեն ինչը ասեցիր, ես այդ օրվանից Համլետ տարբերությունը զգացել եմ։ Այսինքն ինձ պետք էր ուղղակի հասկանայի ինչ է երթագիտակցությունը ու որտեղ են այդ խնդիրները։ Ես չեմ ասում դու ես հասկանայի, էլի, որտեղ դե պարզ է, դու գիտես։ Բայց եթե ես հասկացա, այսինքն ես հիմա վստահ եմ որտեղ է խնդիրը, ինչ պետք է անենք լոգիկայով, պետք է հասնենք այդ խնդրին, չէ՞ որ լուծենք իրան։ Այդ է տարբերությունը քո մնացած իմ փորձած հոգեբանների հետ աշխատանքը Համլետ ջան։ Միշա ջան։ Հա, ես գիտես ինչ որ դժվագը հիշեցի, որ անցած 4 տարի առաջ որ մենք մի օրում, հա, եթե չեմ սխալվում, մոտավորապես մի 6 ժամ էր հիշելով մեր աշխատանքը, դու միակ այցելուն ես էլ, ում հետ այդքան աշխատում։ Կար տենց բան կար։ Որտեվ հնարավորություն չկար, էլի, չունեիր այդ հնարավորությունը, բայց մաքսիմում այդ օրը մենք այդ 6 ժամվա ընթացքում քո տագնապը անջատեցինք, սենց ասած, բայց տագնապի պատճառը չլուծեցինք։ Հիմա երբ որ 4 տարի անց քո մոտ եղավ ստրես, բիզնեսի մեջ խնդիրներ եղավ, մի խոսքով այդ ամեն ինչ եղավ ու դրանից հետո էլ որոշակի լարվածություն, ինքը նորից գլուխ բարձրացրեց։ Երբ որ դու զանգեցիր, սկսեցինք մենք աշխատել, ես իմ առաջ նպատակ չէի դրել միանգամից այդ տագնապային վիճակը ոնց որ ասած անջատել, այլ ինձ պետք էր մի հատ քո ենթագիտակցության մեջ եղած ինֆորմացիան, այդ արմատները, տրավմաները, հին հիշողությունները ու բավականին էլ կար, ինձ պետք էր դրանք աշճանաբար մաքրել, այդ տագնապը ինքն իրեն անջատվելու էր ու եղավ այդ օրը, եղավ որ ռեալ ես դրանից հետո էլ զգացի, բայց մի հատ դրվագ կար, որ դու հա սենց բանով ասացիր, ես իմ խնդիրը չգիտեմ ինչ, ես քեզ ասացի լուծված է քո խնդիրը։ Այդ բանը լավ պատմեցիր, ես կուզեի մի հատ այդ մասին անդրադառնալ։ Հա, իրոք տենց էր, իրոք թվում էր թե ինչ որ բարդ աշխատանքների էի սպասում, ինձ թվում էր թե, չգիտեմ, այս ամեն ինչը տարիներ է տևելու, վայ, բա ինչ անեմ, ոնց անեմ, այսքան արդեն ես իմ գլխի մեջ պլաններ էի բան արեմ, մշակել, թե ես ոնց պետք է դիմադրեմ, այդքան երկար ժամանակ, ու հա, իրոք հարց տվեցի քեզ, ասեցի Համլետ ջան, կլինի սենց անենք, որ սենց լինի, բա ոնց մի խոսքով այդ ինչ որ դու նոր արտաբերեցիր, ես հիմա իմ ասած կոնկրետ բառերը չեմ հիշում, բայց միտքը այդ էր, էլի, որ ինչ անենք, երբ կբուժվի այս խնդիրը,
Երբ կանցնի, այո, ես ուզում եի հասկանալ, ես ինչի պատրաստ եմ, որտեվ այս երկրում անպայման պետք է իմանաս, էլի դու երբ կարաս ոտիկ այնես ու սկսես աշխատելը կամ, չգիտեմ, բիզնեսով զբաղվելը, ինձ այդ էր հետաքրքրում ու հիշում եմ, որ ասեցի քո խնդիրը լուծվել է այն ժամանակ, երբ որ դու եկար իմ մոտ, քո ասածը ես սենց լիովին ըմբռնեցի, այսինքն ես քո ասածին ոչ թե տենց ուղղակի լսեցի, այլ ժողովրդական լեզվով ասած մտիկ արեցի, վերլուծեցի քո ասածը ու ոնց որ ասեցի լավ, եղավ, դե կտեսնենք ու անցավ մոտավորապես 10 սեանս եւ տեսանք Համլետ ջան, դու իրոք քո ասածի տերն էիր, ուրիշ ավելացնելու մի բան ունեմ, ուղղակի պետք չի կիսատ թողել, նայեք ինձ, խղճացեք ձեզ, եթե կարաք այս ամեն ինչից հեշտ ազատվեք, իմաստը որն է, ձգեք, թողեք վաղվան, թողեք մի տարի հետո, հարմարը հարմար չի, չէ, ամենահարմար ու չհարմար պահին էսի պետք է արվի, կապ չունի, հարմարը թե չէ, չեմ կարծում, որ այս ամեն ինչի հետ մեկտեղ համատեղելի է նորմալ կյանք, օրինակ ես չեմ պատկերացնում, ոնց կարա մարդ ունենա այս խնդիրը, չփորձի այս խնդրից ազատվի, թաքնվի, պահկվի, անընդհատ իրան հետ բրդի, իրան համոզի, որ էսի խնդիր չի, ինքը եկել է ինքն էլ կգնա, հա միգուցե, բայց 99%-ում չէ, օգնություն է պետք, խնդրանքս, խորհուրդս մեր ազգին, ինչու չէ օտար ազգերին, ովքեր որ ունեն այս խնդիրը, դիմեք հոգեբանին, այդ հոգեբան ասվածից մի վախեցեք, այդ հոգեբան ասվածը այն մարդը չի, որ եթե դուք եթաք իրա մոտ, ուրեմն սաղ կտենան, կիմանան, որ դուք հոգեկան հիվանդ եք, մոռացեք այդ ամեն ինչը, էսի այդ թիվը չի, ոչ էլ դրա խնդիրը կա երբևիցե, հոգեբան, ուղղակի մարդ, ով քեզ կօգնի ձերբ ազատվես քո այդ ֆիզիկական սիմպտոմներից, երևի ինձ թվում է անունը փոխես այդ հոգեբանության դնես մի հատ ուրիշ, մի հատ ավելի ուրիշ անուն դնես, հաստատ մարմնական, հաստատ մարդիկ կգան Համլետ, որովհետև ես մեր հայ ժողովրդին լավ գիտեմ, ես էլ եմ հայ, ես էլ եմ տենց, այդ հոգեբան ասվածը մի քիչ հենց այդ սկզբում արդեն մարդկանց մոտ առաջացնում է ինչ-որ նեգատիվ բան, չէ, տենց չի, հոգեբանը օգնում է, չի խանգարում ձեզ։ Ճիշտն ասած ես էլ մինչև օրս շատ խիստ բաներին հետևում էի այդ հոգեբանական ստանդարտներին, երևի մինչև ես հիմնականում տեքստայինով էի խնդրում, որ ինչ-որ օձիվ, հա, մեկնաբանություն թողնեին, անձնական այդ ինֆորմացիան, գաղտնիություն, մի խոսքով այդ ամեն ինչը պաշտպանելու նպատակով, բայց այս խնդրի պարագայում իրականում կարևոր էր, էլի, այդ միտքը, որ ասացի այն ժամանակ ես մտածեցի, Աստծուն խնդրեցի, որ եթե լավանամ կանեմ, սենց ոնց որ ասած ես էլ երևի առաջի այցելուներից ես, ում ես վիդեո, հա, տարբերակով խնդրեցի, որ մի հատ սենց բան թողնեիր ու պարզվում է դու այդ զապրոսը ունեիր, դու դրա կարիքը ունեիր, խոստում էիր տվել։ Այո, ես խոստացել էի, եթե ես լավանամ, ես պետք է փորձեմ սենց ինչ-որ մի բան, ուղղակի ես չգիտեի ոնց, ում հետ, երբ, խի, սենց բանի մեջ էի, բայց ասում էի լավ, այն որ ասում է Ռազբիրոմսյա, մի բան կանենք, մենակ դզվեմ։ Էնը լավ էր, որ դու ոնց որ ասեցիր ինձ սենց տարբերակ կա, այս տարբերակի մասին, ես էլ մեծ հաճույքով համաձայնվեցի Համլետ ջան։ Պետք է, այս իմ ասածը, այս մեր այսօրվա ձայնագրությունը ես 100% համոզված եմ, որ մարդիկ կլինեն, որ կլսեն ու կօգնի իրանց։ Որտեվ այս խնդիրը ընդամենը լսելու խնդիր, ընդամենը պետք է լսեք հոգեբանին։ Ու ոչ միայն լսեք, սպասեք, տենակ երբ այդ ժամը գալի, գնաք ձեր գործերով, չէ, ամեն մի իր ասած բառը պետք է հասկանաք, ինչ է ասում։ Դրա մեջ է խնդիրը, ուղղակի թողեք թող օգնի այդ մարդը ձեզ, էլի, էլ եմ ասում, ես ընես չստացվի, որ Համլետին ռեկլամ եմ անում կամ, չգիտեմ, ասում եմ, գնացեք թեկուզ եւ ուրիշի մոտ, ում մոտ կուզեք գնացեք, բայց իմ փորձից եմ ասում, ես այդքան հոգեբանի հանդիպել եմ, այդքան մարդկանց հետ աշխատել եմ,
ոչ մեկին չի հաջողվել ինձ բացատրի, այսինքն որ ես հասկանամ ինչից է բաղկացած այս խնդիրը ու ոնց են իրան լուծում։ Ցույց տա այդ ամեն ինչը, ոչ թե խոսած էր, այլ ցույց տա։ Սենց մի բան ասեմ, պատկերացրեք, ոնց որ սենց դուք կանգնած լինեք ցուրտ մութ տեղում։ Անընդհատ ձենել լսեք, որտեղ իմ օրինակն է, էլի, ով ոնց կհասկանա, բայց ես թվում է հասկանալի եմ բացատրում։ Սենց պատկերացրեք մութ ցուրտ տեղ է, դուք կանգնած եք, ձեներ եք լսում, չգիտեմ, գնա աշ, գնա ձախ, բայց չգիտես այդ աշ ձախ ոնց։ Ու այդ ընթացքում սենց մեկը գալիս է ձեռքդ բռնում է, լուսավոր մեկը, ասում է, արի եղբայր, ես գիտեմ ուր ենք եթում, ձեզի հանում է այդ վիճակից։ Հիմա դուք որը կնախընտրեք։ Էլեմենտար հարց, պարզ է, չէ՞ որ կնախընտրեք, որ մեկը իրոք գա ձեզ օգնի, ձեզ այս վիճակից հանի։ Հիմա այդ մեկը իմ համար Համլետն է։ Ուրիշի համար ուրիշ մասնագետներ է։ Դե ձեր ուրիշի համար կարակ չգիտեմ, Համլետի տեղը ուրիշ մարդու դիմեք, բայց ես բազմաթիվ անգամ դիմել եմ, շատ անգամ գնացել եմ։ Դե այստեղ թողելու հարցն էլ ա եղել, էդի դրանով մենք մասնագետներին բան չանենք, որովհետև շատ լավ աշխատում են։ Ու մի հատ հետը հարց եմ ուզում տամ, Միշա ջան, եթե օրինակ ես մեր աշխատանքները վիդեո տարբերակով, մանրակրկիտ, ամեն ինչով դու ունենայիր այն սկզբում ու նստեիր ինքդ վիդեոները նայեիր, այդ ոնց որ սենց թե նենց մեր աշխատանքը մեծ հաշվով եղել է էլի էկրանով, դու Ամերիկա, ես Հայաստան, այսինքն այդ նույնն է, ոչ թե օնլայն իրար հետ կապի մեջ ելնելով, այլ մի փոքր ավելի մանրակրկիտ, ավելի ժամանակային առումով բնականաբար մի քիչ ավելի շատ կլիներ, նու տևողություն է էլի աշխատանքի, բայց ինքնուրույն դու այդ ամեն ինչը եթե անցնեիր, ինչ որ մի հատ ձեռնարկ լիներ, որտեղ սաղ ամեն ինչը գրած լիներ, դու այդ ֆորմատով ըստ քեզ կունենայիր արդյունք, փոփոխություն կամ այդ վստահության միանշանակ ասեմ ավելին ոչ թե կունենայիր, այ ունեցել եմ, եթե կհիշես առաջի երկրորդ չէ, առաջի մեր տեսած հանգից ոնց որ կոնսուլտացիան էր, ոչ օֆիցիալ երևի, առաջի կոնսուլտացիայից ես որ իմացա, որ դու ունես ձայնագրություն, հաջորդ թե մյուս օրը ես պետք է գնայի մի հատ շատ հեռու տեղ հիվանդանոց կար, այդտեղ էր ընկել իմ ձայնը բանը, էլի, ոնց որ այդտեղ պետք է գնայի ստուգվելու, տենց էր ընկել։ Մեր մոտ տենց է Ամերիկա, էլի, տարբեր տեղեր են ուղարկում։ Ես այդ ձայնագրությունը ոնց որ խնդրեցի դու ինձ ուղարկեցիր այդ առաջի, սենց հետաքրքիր, ես քեզ էլ չեմ պատմել ինձ թվում է Համլետ ջան, բայց քանի առիթ է բաց չթողեմ, երևի մոռացել եմ քեզ պատմեմ։ Ուրեմն տեսագրությունը լսեցի մեքենայի մեջ, այսինքն ինչի միացրեցի, որտեվ էլի սկսվեց իմ մոտ այդ տագնապը, չգիտեմ խի, սենց ինչ-որ էլի զգացի, որ ինքնազգացողությունս վատանում է, դե պարզ է, բնականաբար փնտրում ես ինչ-որ մի հատ մի միջոց, որ այդ ամեն ինչը հանգստանա։ Ու հիշեցի, որ մի րոպե Համլետը ասեց, որ վիդեո կա ու այդ վիդեոն ես ունեմ։ Քո վիդեոն միացեցի, ինքը ինչքան հիշում եմ կարճ էր, չէ՞, այդքան էլ երկար չէր, ինչ-որ 20 րոպեի կարգ էր։ 20 րոպեի, հա, ուզում եմ ասեմ ժամեր չէր հաստատ, էլի, ես մինչև հասա հիվանդանոց, ես հիշում եմ, բանով AirPods-ը ականջից լսելով հասնում էի այդ բանի, բժշկի կաբինետ։ Մինչև հասա բժշկի կաբինետ, ես դզվեցի։ Էլի սենց ինչ-որ առեղծված էին, դզվեցի։ Հիմա նստել եմ, անունս են կարդում, որ պետք է գնամ բժշկի մոտ ու բողոքեմ։ Ասում եմ լավ, բա ես խի, որ իմանայի հետո տունը կնստեի, կլսեի, գնայի իմ գործերով։ Մինչև հասա բժշկի մոտ, այդ քեզ լսեցի, բայց լսեցի ու շատիր Համլետ։ Ստեղ շատ կարևոր է նշելը, նայ, ես օրինակ ես այն էլ եմ արել, ես էլ եմ արել։ Դրա համար կարամ ասեմ, որն է լավ, էլի, ու շատիր լսեք, եթե լսում եք, եթե զանգում եք կամ եթե անգամ Համլետի մոտ եք, ավելի լավ կլինի մոտ լինեք, իհարկե հեռախոսով ձայնագրությունով ես օրինակ շատ կնախընտրեի ավելի ես քո մոտ լինեի, բայց շատ հեռու ենք իրարից, բայց էս էլ ինձ օգնեց, փաստորեն էսի շատ լավ աշխատում է այս տարբերակը, ուղղակի ուշադիր լսեք, այդ է խնդիրը, ամբողջ խնդիրը այդ է, որ լսում ու թերթում եք, այդ բանն էլ է, վիդեոն էլ է, գիտես չէ, Համլետ, այդ հոգեբանի գալու կամ չգալու պես բան է, կարան միացնեն լսեն, կեսից թերթեն,
Էդ է խնդիր, ամբողջ խնդիրը դրա մեջ է։ Չունեք դուք ուրիշ խնդիր։ Վստահեցնում եմ դուք խնդիր չունեք։ Խնդիրը նրա մեջ է, որ դուք կարող եք գալ կիսատ թողեք։ Այդի ձեր խնդիրն է։ Մնացածը թողեք մասնագետին։ Ուղղակի հեշտ լուծվող հարց է այս։ Մեկ էլ մի հատ սենց հարց, իհարկե դու ինձ ճանաչում էիր, դու արդեն փորձ ունեիր 4 տարի առաջ, որ լավ ես եղել։ Մի անգամ եմ եկել մոտդ, Համլետ ջան, այո։ Դե ծանոթ ենք, բոլոր դեպքերում։ Հա, ծանոթ ենք, այո։ Այն մարդիկ, ովքեր որ ինձ չեն ճանաչում, մենք չենք շփվել, ինչ որ փոփոխություն չեն զգացել, մի փոքր վստահության հարց կա, ու մեկ էլ որ սկսում ես աշխատել, ինձ թվում է քո մոտ էլ է եղել այդ ներքին դիմադրություն, որ դու ոնց որ չուզենաս, խուսափես, այդ տենց ինչ-որ զգացողություն, չգիտեմ, անվստահություն, բա որ Ես հիմա մի քիչ ավելի մանրամասն եմ այդ քո ասածը, ոնց որ իմ փորձը պատմեմ, այդ դիմադրությունը իրոք եղավ իմ հետ, երևի դու այս վերջերս էլ հիշես, վերջի մի քանի թե երկու տեսազանգ առաջ, որ դու էլ ասիր դադարեցնենք, մյուս օրը կսկսենք, այդ բանը սապրատիվլենին կա միշտ, այսինքն միշտ չէ, բայց եղել է, որ Համլետը, գիտեք ոնց է աշխատում, երբ որ Համլետը ճիշտ տեղում է, ճիշտ վայրում է, ճիշտ բան է անում, որ դա ամեն ինչը կորի, այդ ենթագիտակցությունը ասվածը մի քիչ ոնց որ բան է ալնում, էլի, դիմադրում է։ Դու կարաս դա չհասկանաս, կարաս հասկանաս, օրինակ իմ համար հասկանալի չէր, խեր, տենց։ Բայց հետո Համլետը որ բացատրեց, ես հասկացա, ուրեմն էսա խնդիրը։ Հա, դիմադրություն կար Համլետ ջան, ու ասեմ, եղել է շատ ուժեղ դիմադրություն, անգամ եմ որ ուզեցել եմ դադարեցնեմ, դեպի նկատած կլնես քունս էր տանում կամ չգիտեմ, շատ էի շարժվում, սենց ինչ-որ բաներ էր առաջանում մոտս, բայց դա ընդհանրապես դիմադրություն էր։ Էդ էլ է մի հատ ինչ-որ զգացողություն, որը որ կարող է ձեզ հետ պայես ամեն ինչից։ Մի դարձեք ուշադրություն այդ ամեն ինչի վրա։ Բայց դա ցուցանիշ է, որ աշխատանքը ճիշտ է։ Իհարկե, եթե դու բնականաբար Համլետ ջան, դա մենակ այս ասպարեզում չէ, եթե ինչ-որ մի բան փորձում ես անես ու զգում ես, որ այդ քո ոնց որ այդ ինչ որ ուզում ես անես դիմադրություն կա, ուրեմն հաստատ իրան խանգարում ես, չէ՞։ Փաստացի խանգարում ես իրան, էլի, խանգարում ես, ինքը դիմադրում է։ Ես այդ էլ հասկացա, ու դրանից հետո ես ընդհանրապես այն вообще կասկած չունեի, որ էսի հոգեբանական խնդիր է ու էսի պետք է ուղղակի լուծվի գնա սենց հեշտ։ Հասկանում ես, Համլետ, դու քո տարբերությունը էդ էր։ Ես չեմ ասում, չեմ փնովում մնացածին, ես վստահ եմ, որ Հայաստանում շատ լավ մասնագետներ կան, շատ լուրջ մասնագետներ կան հոգեբանական, բայց ի տարբերություն իմ մասին, հա, ասեմ, չեմ ասում ուրիշ մարդկանց փորձը, ի տարբերություն ինձ, իմ փորձի, քո այդ աշխատանքը ինձ ուղղակի պարզ էր։ Ես ուղղակի հասկանում ու տեսնում էի դու ինչ ես անում։ Ինձ թվում է այդ է ամբողջ խնդիրը, էլի, որ մարդիկ չեն վստահում, ուղղակի մտածում են, որ էսի ժամանակի կորուստ է, գումարի կորուստ է, չի փոխվի, չէ, չկա տենց բան։ Խնդրում եմ, ուղղակի վստահեք հոգեբանին, վերջացավ, մնացածը ժամանակի հարց է։ Գնալու է կորի։ Ուրիշ չգիտեմ, տեսանելի չի էլ ինքը, որ ախր դες ցույց տան ասեն, տեսեք ինքը կա, չէ։ Տեսանելի չի, այդ խնդիրը ցավոք սրտի տեսանելի չի, էդի զգում ես այդ խնդիրը։ Ու երբ որ զգում ես, մի մտածի, որ չէ, այս հոգեբանի մոտ չետամ, այդ հոգեբանի մոտ, բա որ այդամ հայ ենք, չէ՞ մենք, կարող է տենան հոգեբանի մոտ եմ, այդում ասեն, էսի գիժ է կամ չգիտեմ, սես բաներ կա։ Մոռացեք էդի, ժողովուրդ ջան, չկա տես բան։ Ձեզ կասեն գիժա ընդհակառակը, եթե չգնաք կբերի դրան։ Աստված հեռու տանի։ Այնպես որ խորհուրդ եմ տալի բոլորին, իրոք էսի թո չթվա ռեկլամ, ես եմ Համլետին իմ համաձայնությունը տվել եւ մեծ հաճույքով անում եմ այս ամեն ինչի, ինչի համար դուք արդեն իմացաք, եթե հետևել եք այս տեսագրությանը, ես ուղղակի երդվել եմ, խոստացել եմ մեր տիրոջը, ասել եմ օգնիր ինձ եւ ես կփորձեմ մարդկանց օգնեմ, որպեսզի մարդիկ այս խնդրի մեջ լինելուց
գոնե ունենան մի հատ ճրակ, մի հատ լույս, մի հատ հույս, շատ վատ բան է, 5-ի գիտեմ ես ինչա, ամեն ինչ էս իր ամեն վատ բանի մեջով անցել եմ, էլի, ամեն level-ով իր անցել եմ ես, թուլից ամենածանր, շատ դաժան բան է, բայց Փառք Աստծու հեշտ լուծվող հարց է, ուղղակի վստահեք հոգեբաններին, գնացեք, դիմեք, հաստատ կօգնի, հաստատ։ Ես կարամ ասեմ, Համլետ ջան։ Եթե բան չունես ավելացնելու, Միշա ջան, կարանք այսքանով ավարտենք, շատ ինֆորմատիվ էր, շատ կարևոր էր, շնորհակալ եմ այս կարծիքի, այս տեսանյութը հրապարակելու հնարավորության համար, թույլտվության։ Ես եմ շնորհակալ, Համլետ ջան, այս ինչ որ ասում եմ, ինչ որ անում եմ մեծ հաճույքով, ավելացնելու եւս մեկ անգամ ես մարդ եմ, որը որ անցել է այս ամեն ինչի մեջով։ Ես մարդ եմ, որը որ ստացել է իր այս բոլոր հարվածները։ Ես մարդ եմ, որը որ շատ բաներ է կորցրել այս ամեն ինչի պատճառով։ Չգիտեմ, անգամ ընկերների կորուստ, անգամ ֆինանսական կորուստ, ժամանակի, որը որ ամենաթանկն է այս կյանքում, որը որ չես կարող հետ բերես, շատ ժամեր, օրեր եւ ամիսներ եմ կորցրել, ավելացնելու մի հատ մենակ էս կավելացնեմ, Համլետ ջան, հենց այսօր զբաղվեք այս խնդրով, մի թողեք ինքը աճի դառնա մի հատ մեծ խնդիր, ուղղակի զբաղվեք այս խնդրով, հաջորդ ձայնագրությունը դուք արեք, սենց ասեմ, ու օգնեք հաջորդներին, մնացած այս հիվանդությունը կամ այս սիմպտոմները խնդիրը ունեցող մարդկանց, որովհետև եթե այս սիմպտոմներով մեկը լինի ու ընդհանրապես իրան չօգնեն, ես չեմ պատկերացնում այդ մարդու վերջը ինչ կլինի, էլի, այսինքն տենց ապրելը մի քիչ ում է պետք, ոչ երջանկություն ունես, ոչ տրամադրություն ունես, ոչ կարող ես շարժվես, ոչ կարող ես գործանես, ոչ էլ ուզում ես ընտանիքիդ հետ ժամանակ անցկացնես, ինձ թվում է դրանից վատ բան էլ չի կարող լինի, հենց որ իմ խորհուրդը ձեզ, իմ հորդորը ձեզ, դիմեք հոգեբաններին, մի ամաչեք ու մի մտածեք, որ էսի կարողա ձեզ չօգնի, չէ, վստահ եղեք, եթե 100% էլ ձեզ չօգնի, ձեզ թվա, որ 100% չէր, այն 70-80%-ը էդի այն որ գառանտիա ձեզի օգնելու է, ուղղակի չի կարա էֆեկտ չտա, հենց որ դիմեք հոգեբանների եւ վայելեք ձեր կյանքի, ինչ ասեմ, ոնց որ ես եմ հիմա կոպիտ ասած հետ վերադարձել իմ նորմալ կյանքի ընթացքին, այսքանը կարամ ասեմ, Համլետ ջան։ Շատ լավ, հետաքրքիր ուղերձ արեցիր, հաջորդ տեսանյութում դուք եղեք ու կախված, չգիտեմ, ֆորմատից իմ մասնակիցները, հա, անհատական կոնսուլտացիա կլինի թե վիդեո, թե on-line տարբերակով, ես շատ ուրախ կլինեմ, որ սկսելուց յուրաքանչյուր իր համար դնի այդ նպատակը, ես այս խնդրի դուրս եմ գալու ու ես իմ վիդեոով փորձելու եմ օգնել մի ուրիշ մարդու, սենց ինչ-որ մի հատ շարժման կամ չգիտեմ վիրուսի նման սենց այդ պոզիտիվը խնդրի լուծումը սկսի տարածվել, հետաքրքիր միտք ասեցիր։ Էֆեկտիվ կլինի ինձ թվում է։ Ինչ։ Ինձ թվում է ավելի էֆեկտիվ կլինի, որտեվ այդ պարագայում մարդիկ ոնց որ մեկը մեկին փոխանցելով, հա, այդ օգնության, այդ լույսը, էդ էլ է հույս, Համլետ ջան։ Մեր պարագայում մեր այս սիմպտոմներով մարդիկ, այսինքն ես որ ունեցել եմ, իրանց համար դա շատ մեծ հույս է ու օգնություն է, անգամ այս ձայնագրությունը, իրոք։ Հենց որ շնորհակալ եմ Համլետ ջան, քեզանից շատ, մենք դեռ աշխատանք ունենք, ուրիշ բաների հետ էլ պիտի աշխատենք, Փառք Աստծու, որ քեզ գտա, Փառք Տիրոջը, որ այսօր հնարավորություն ունեմ այս ամեն ինչը ասելու եւ փոխանցելու իմ ազգի եղբայրներին, քույրերին, ովքեր որ ունեն այս խնդիրը, ժպտացեք ուղղակի, ես մի հատ հեշտ բան է, անցնելու է, ինքդ ես թվում է շատ դաժան, մեծ, չար, բայց ոչ, ուղղակի ներսում է ձեր, ուղղակի Համլետ այդ մարդն է, որ ձեզ հանելու է այդ մտությունից, վերջացավ, ինքը ոչ մի առեղծվածային բան չի անում, ուղղակի ձեզ օգնելու է դուրս գաք, այսքանը Համլետ ջան, շնորհակալ եմ, միշտ պատրաստ եմ, եթե սենց էլի որոշես ինչ որ ձայնագրություն անես, որը որ
Կարա օգնի Հիմա ինչ մեզ որ մեկին մնացել ես կանեմ։ է, մեր հիմնական աշխատանքը մնացել է մեկ էլ քո հետ բանը, չէ, մեքենայի հետ կապված, որ Մեքենայի հետ կապված, այո։ Հիմա ես օրինակ կուզեի, եթե մենք մեկ-երկու կոնսուլտացիա հետո, երբ որ դրանից դու ազատվես, մի հատ մեքենան դու վարելուց լինես, քեզ օրինակ կինդ վիդեո նկարի ու դու հենց այդ արագընթաց հա այդ տրասայի վրա, որ ասում ես այդ ժամանակ է բան լինում, վախ առաջանում մոտդ, թեկուզ այդ վիդեոն էլ լինի, նկարես, մարդիկ տենան, որ դու ռեալ, որտեվ հիշում ես ես պատմեցի, որ ես ունեցել եմ այցելի, որ ինքը ինձ զանգեց Սևան, հա, Սևանի տրասից, բայց ասենք փաստացի մի հատ վիդեո չկա։ Հիմա դու կարաս այդ վիդեոն հետո մի քանի օրի հրապարակես, էլի, ձայնագրես։ Ինչու ոչ։ Շատ լավ։ Խնդիր չեմ տեսնում, Համլետ ջան, խնդիր չեմ տեսնում։ Դե եղավ, շատ ես էլ եմ շնորհակալ Միշա ջան, մինչև մեր հաջորդ կոնսուլտացիա։ Եղավ Համլետ ջան։ Եղավ, մերսի շատ, լավ որպես։ Հաջողություն։ Այժմ ես շատ համառոտ կվերլուծեմ այս տեսանյութը եւ կասեմ, թե դուք ինչ կարող եք անել, որպեսզի սկսեք հենց այսօր, հենց այս պահից րոպեներ անց սկսել վերահսկել ձեր տագնապը։ Իհարկե այդ process-ը հրաշագործ արագընթաց չի, բայց ինչպես ձեռք բերեք անհրաժեշտ այդ գործիքները, որոնց միջոցով կարող եք վերահսկել ձեր տագնապը։ Այս տեսանյութում իմ այցելուն դասական օրինակն էր, երբ չուներ ինֆորմացիա, չէր տիրապետում բավարար գիտելիքների, չկար ինֆորմացիան հասանելի, մատչելի, ընկալելի ձևով եւ տագնապը գործում էր մաքսիմալ ձևով։ Եվ պլյուս դրան այդ process-ը տևել էր տարիներ եւ նա կորցրել էր բավականին մեծ գումարներ եւ բնականաբար այդ ամբողջ ընթացքում, այսպես ասած, տառապել էր նա այդ խնդրի հետ կապված։ Ինչպես հիշում եք այս ձեռնարկից, եթե ծանոթ եք արդեն, ճանաչիր եւ կառավարիր տագնապն ու նևրոզը, այս ձեռնարկում շատ հարցերի պատասխաններ են։ Միայն այս ձեռնարկը արդեն բավականաչափ օգնում է, որպեսզի տագնապային գրոհները, նևրոզները անհայտ, անհասկանալի, ինչ որ վտանգավոր կամ չգիտեմ ինչ բացասական երևույթ լինելու փոխարեն ուղղակի դառնան կառավարելի, պարզ եւ ամենակարևորը լուծվող խնդիր։ Այս ձեռնարկում փուլ առ փուլ նշված է, թե ինչ է պետք անել։ Եվ այստեղ առկա ինֆորմացիան արդեն բավականաչափորեն որոշակի հանգստացնում է մարդու հոգեհուզական վիճակը։ Երբ մենք գիտենք կա խնդիր, որը ունի լուծում, եւ այդ լուծումների մասին ես այստեղ նշել եմ, արդեն իսկ մենք հոգեպես մի փոքր հանգստանում ենք եւ հաջորդ քայլով պետք է ընդհանրապես այս ուղեցույցի համաձայն ժխտելով օրգանական հիվանդությունները նշած է ըստ փուլերի անցնել արդեն հաստատել, որ սա իրականում հոգեհուզական է եւ բնականաբար դա իրականացվելու է ձեր բուժող բժշկի, ձեր տարածքային բժշկի հետ համատեղ, երբ նա ասելու է, որ խնդիրներ օրգանական չկան եւ հնարավոր է, որ սրանք տագնապներ են կամ նևրոզ է։ Այս դեպքում արդեն երկու այն ցուցանիշներով, երբ վատ լուրերից վատանում էինք եւ հոգեհուզական էմոցիոնալ լարումների ժամանակ մեր խնդիրը սկսում էր սրվել, այս երկու ցուցանիշը պլյուս բժշկի ասածը հետազոտությունների հիման վրա արդեն հանդիսանում է հստակ ցուցում, ուղեցույց, որպեսզի աշխատենք այս ուղղությամբ հոգեհուզական ոլորտի հետ։ Եվ իմ այցելուի այս պատմությունը, որ նա չուներ այդ ինֆորմացիան, նրա համար անհայտ էր 90% դեպքերում տագնապային վիճակները հենց այդպես էլ ընթանում են։ Երբ այս պարզ հասանելի գիտելիքները չկա, ինֆորմացիան չկա, վերլուծությունը չկա, այն մնում է անհայտ, տանջող ինչ-որ մի բան։ Եվ որpիսի մենք այդ փուլից անցնենք, սա հոգեկրթական, հոգեբանական կրթության գործոնն է, երբ որ մենք ունենք որոշակի ինֆորմացիա։ Այսպիսով մենք արձանագրեցինք, որ կա խնդիր, որը հոգեհուզական ոլորտի հետ կապված է, որը օրգանական չէ, եւ ինչ է պետք անել, որպեսզի կարողանանք այդ վիճակը մեղմել, այդ վիճակը կառավարել։
ամենապարզ մեխանիզմը, մեթոդը դա մեր մարմնին, մեր հոգեբանությանը, մեր նյարդային համակարգին վերաուսուցումն է, վերասովորեցնելն է։ Եթե նախկինում ներքին ինչ պատճառներով մեր մոտ դրսևորվում է նման սիմպտոմներ, որոնք ներքին ենթագիտակցական խոր մակարդակներում են գտնվում, մենք կարող ենք դեռևս գիտակցական մակարդակից որոշակի գործողությունների միջոցով մեր մարմնին վերասովորեցնել, որ սա վտանգավոր չէ, որ սա մեր ներքին պաշտպանական մեխանիզմի դրսևորումն է, եւ այդ կերպ արդեն իսկ առանց պատճառը, ներքին պատճառը բացահայտելու մենք կարող ենք կառավարել տագնապի գրոհները, հանգստացնել, հանդարտեցնել եւ այս փուլից հետո արդեն նոր մտածել վերջնականապես ազատվելու մասին։ Ինչ է պետք դրա համար։ Հիշում ենք, մենք ունենք արտաքին եւ ներքին երկու պատճառ, որոնք մեր մոտ առաջացնում են վտանգի զգացողություն։ Վտանգի զգացողությունը ենթագիտակցորեն ռեֆլեքսների, նյարդային, ուղեղի առանձնահատկությունների ձևերով միացնում է սթրես ռեակցիան։ Որը իրենից ենթադրում էր հորմոնների արագ արտահոսք արյան մեջ, որպեսզի մենք կարողանանք փախնել կամ հարձակվենք վտանգի դեմ։ Եվ սթրես ռեակցիան, որը նույն նախորդ սխեմայում նշել էի հորմոնների սթրես հորմոնների արտադրություն, այստեղ գրում եմ սթրես ռեակցիա, ոչ մի տարբերություն։ Նպատակը դա է։ Հաջորդ փուլով մեր մոտ արդեն երբ որ սթրես հորմոնները արտադրվեցին, անցան մեր արյուն, առաջանում էր մարմնական դրսևորումներ, սիմպտոմների ձևով։ Որոնք նորմալում, երբ որ կա արտաքին վտանգի դեպքում այդ սիմպտոմները իրականում չեն կոչվում սիմպտոմներ, այլ դա կոչվում է մարդու օրգանիզմի ռեսուրսների վերաբաշխում, որը գնում է ավելի մարմնական, մկանային համակարգին, որպեսզի մարդ կարողանա փախնի կամ հարձակվի այդ վտանգը չեզոքացնելու համար, որը սկսվում է սրտի արագ աշխատանքով, որը դրսևորվում է շնչառության արագացման, որպեսզի թթվասնով հագենար սիրտը այդ արյունը արագ մղեր, մկաններ, առաջանում էր մկաններում լարվածություն, ծակծկոցներ, տաքացում, մի խոսքով ամենատարբեր մկանային դրսևորումները։ Եվ այդ սիմպտոմներից հետո հետևում էր մեր էմոցիաները, երբ որ մենք արտաքին վտանգի հետ ենք, էմոցիա ըստ էության չէր լինում։ Դա կարճաժամկետ պրոցես է եւ շատ արագ մեր ռեսուրսները կենտրոնանալով այդ գործողությունը անելու վրա ժամանակ չէր մնում էմոցիա ապրելու եւ առավել եւս մտքեր, վերլուծություններ անելու համար։ Բնականաբար հիմնային էմոցիան դա վտանգի զգացողությունն է, վախի զգացողությունն է, որի ժամանակ մենք ուղղակի այդ վախից սկսում ենք գործել։ Վախի, պատճառ կա, մենք դրան համապատասխան պաշտպանական գործողություն ենք ձեռնարկում։ Եվ այլ խորացնել էմոցիան, վերլուծել եւ այլ էս ամենը չկա։ Բայց երբ որ կա ներքին պատճառ, կա ներքին այդ վտանգի զգացողությունը ենթագիտակցությունից եկող սթրես ռեակցիան առաջանում, այդ սիմպտոմները դրսևորվում են, էմոցիան ավելի է խորանում, որովհետեւ չկա գործողություն անելու այդ սթրես ռեակցիան ռեալիզացնելու իրավիճակ չկա, ոչ պետքա վազենք, հարձակվենք, ինչ որ գործողություն չենք անում, տանը նստած ենք եւ այս ամբողջը առաջանում է, բայց մենք դա չենք կարողանում դրսևորենք, մեր մեջից հանենք, արդյունքում մեր էմոցիաները այդ չիրականացրած գործողություններին ի պատասխան ավելի է բացասական դառնում եւ
բնականաբար ավելանում է մեր վերլուծությունը, մեր գիտակցական մտքերը, բացասական ինչը իմ հետ կատարվում։ Հիմա որպեսզի մենք կարողանանք տագնապը կառավարենք, ամենապարզ առաջնային մակարդակում մենք պետք է սկսենք կառավարել մեր մտքերը ու էմոցիաները։ Հոգեհուզական հոգեհուզական ոլորտ։ Երկրորդ, որպեսզի կարողանանք տագնապը կառավարենք, դա մեր ֆիզիկական մարմինն է։ Մենք պետք է կարողանանք կառավարենք մեր շնչառությունը, մեր սրտի աշխատանքը եւ մեր մկանային լարվածությունը։ Ֆիզիկական Այսինքն մենք ունենք հոգեհուզական ոլորտի կառավարման հարց եւ ֆիզիկական մարմնի կառավարման հարց։ Եվ ամենապարզ մեթոդները, որով մենք պետք է սկսենք, դա մեր մկանային ռեակցիան, մեր մկանների լարելու եւ թուլացնելու վարժությունն է։ Բայց դա պետք է անենք հատուկ սկզբունքով, այսինքն որոշակի նրբություններ կա, որպեսզի այդ ինֆորմացիան մեր ուղեղը ընկալի որպես նոր մոդել զգացողության, կառավարման, փոփոխություններ առաջացնելու, հանգստացնելու եւ լարելու այս ամբողջ process-ը, որպեսզի մեր գիտակցությունը, մեր ենթագիտակցությունը ստանա կառավարելի մոդել։ Այսինքն մենք պետք է վերասովորեցնենք մեր ուղեղին, որպեսզի մեր ֆիզիկական մարմնու զգացողությունները վերադարձնենք մեր գիտակցված վերահսկողությանը։ Եվ սա վարժությունները շատ պարզ են, բայց կա մի նրբություն, որի հաշվին մենք կարողանում ենք մեր ուղեղին հասցնել, որ ես տիրապետում եմ իմ ֆիզիկական մարմնին, իմ ֆիզիկական մարմնում առաջացած զգացողություններին։ Եվ երբ որ սրան ավելացնում ենք մեր հոգեհուզական ոլորտի մտքերի, այսինքն եւ էմոցիաների կառավարումը, եւ սա նույնպես անում ենք հատուկ ձևով, որպեսզի մեր գիտակցությունն ու ենթագիտակցությունը դա տեսնի, դա զգա, դա այսպես ասած ներբեռնի մեր ներքին այդ համակարգչի մեջ, այդ տեխնիկաներով մենք վերասովորեցնում ենք եւ մեր դիմադրողականությունը, մեր հոգեբանական ուժը սկսում է ավելանալ ու տագնապային այս process-ները, երբ որ զարգանում են անկախ իրենց պատճառից, արդեն դրանք ենթարկվում են մեր գիտակցական կոնտրոլին, մեր գիտակցական վերահսկողությանը։ Սա անելու համար ամենաառաջի կարևորագույն կետը ճիշտ հերթականությամբ վարժություններն իրականացնելն է եւ ինչպես ցանկացած հմտություն բավարար քանակով դրանց կրկնումն է։ Եվ այս վարժությունները ես սովորեցնում եմ 3 օրյա վիդեո պրոտոկոլի ընթացքում, վիդեո կուրսի ընթացքում, որի ժամանակ այս ֆորմատով ես եւ ցույց եմ տալիս, թե ինչ է պետք անել եւ ուղղորդում եմ, կրկնում ենք բավարար անգամներ, որպեսզի այդ մեխանիզմը ձեր համար պարզ լինի եւ այնուհետեւ տեսանյութը անջատելուց հետո դուք X անգամ դրանք կրկնում եք, որպեսզի այն ձևավորվի։ Եվ այդ աշխատանքը պետք է, այսպես ասած, մենք գիտականորեն հսկողությունը տանենք, այսինքն պետք է թուղթ ու գրիչ։ Մի հատ տետր եք վերցնում, որպեսզի ամեն վարժություն իրականացնելուց հետո ձեր ցուցանիշները այնտեղ լրացնեք։ Ինչ ցուցանիշներ են, ինչ պետք է լրացնել, ինչի մասին է խոսքը, ինչ զգացողություններ, արդեն այդ 3-օրյա կուրսի ընթացքում, պրոտոկոլի ընթացքում դուք կիմանաք եւ ամեն ինչ ավելի պարզ կլինի եւ քայլ առ քայլ դուք կվերականգնեք ձեր ֆիզիկական մարմնում process-ները, ձեր հոգեհուզական ոլորտում տեղի ունեցող process-ները։ Շատ պարզ, շատ հանգիստ։ Ինչ է մտնում այս 3-օրյա վիդեո պրոտոկոլի մեջ։ Ֆիզիկական մարմնի կառավարման վարժություն։ Սա ամենաբազային վարժությունն է, որի միջոցով ես հստակ սովորեցնելու եմ,
որ դուք ձեր ուղեղին տաք անհրաժեշտ ձևով իմպուլս, ինֆորմացիա եւ այդ կերպ ձեր ֆիզիկական մարմնում տեղի ունեցող process-ները սկսեք վերահսկել, վերցնել ձեր գիտակցական վերահսկողությանը։ Այս վարժությունով ես սովորեցնում եմ, որ անկախ նրանից ինչ նոպայել կլինի, դուք գիտակցված ձեր ֆիզիկական մարմնում տեղի ունեցողը սկսեք վերահսկել ձեր ուզած հունով, այսինքն հանգստացնել, հանդարտացնել, ոչ թե լարված, տագնապ, այլ հանգստություն, խաղաղություն, ներդաշնակություն։ Երկրորդ վարժությունը դա շնչառականն է։ Շնչառական վարժությունը ինքը գտնվում է արանքում, ինչպես մեր ֆիզիկական մարմնի, այնպես էլ մեր հոգեբանության։ Այսինքն մենք զուտ ֆիզիկական մարմնի հետ աշխատում ենք շնչառության եւ շատ կարեւոր վարժություն է, որովհետեւ հենց տագնապային վիճակներում համար 1 սիմպտոմներից է շնչհարգելությունը, շունչը երբ կտրվում է, երբ սկսում է մարդ հեվալ, կամ խեղդոցի զգացողություն է առաջանում կոկորդում եւ այլն։ Հիմա երբ որ մենք ֆիզիկական մարմնի մկանային համակարգ զգացողությունները սկսել ենք կառավարել, տեսեք, սա հատուկ հերթականությամբ է, պատահ, ես ասում եմ պրոտոկոլ, սա որոշակի ընթացակարգ է մեր ուղեղի վերաուսուցման համար։ Փուլերով է, առաջի օրը դա ֆիզիկական մկանային համակարգի օրգանների զգացողության օրգանիզմի այդ ֆիզիկական մակարդակով վերահսկողության ուսուցումն է, վերասովորումն է։ Երկրորդ օրը շնչառության, որը եւ մարմնական է, եւ շատ ուղիղ կապ ունի մեր հոգեհուզական ոլորտի հետ։ Երկրորդ օրը սովորում ենք շնչառականը, շնչառության միջոցով այդ process-ները, շնչառության շարժումների հաճախականության նվազեցում, սրտի աշխատանքի դանդաղեցում, շնչառականի միջոցով ռեալ մարդու սիրտը սկսում է հանգիստ աշխատել, ճիշտ շնչառության միջոցով։ Եվ պատկերացրեք, եթե մինչև այդ դուք չեք կառավարում, այս երկու վարժությունը անելով ձեր մարմինը հանգստացնելով, արդեն տագնապը սկսում է հետ նահանջել։ Եվ երրորդ օրը արդեն տալիս եմ հոգեհուզական ոլորտի կառավարման վարժությունը։ Երրորդ օրը սովորում եք հոգեհուզական, այսինքն մտքերի ու էմոցիաների կոնտրոլը։ Այս 3 կարևոր բազովի կետերից բացի, որը ձեզ պետք է, որպեսզի վերասովորեցնեք ձեր ուղեղին, ենթագիտակցությանը, գիտակցությանը, լրացուցիչ, որպես արդյունքի ավելի արդյունավետ լինելու համար, ես տալիս եմ սա հիմնականներ, լրացուցիչ ես տալիս եմ ձայնագրություն, մեդիտատիվ, հենց այն ձայնագրությունը, որը այս տեսանյութի մեջ իմ այցելուն նշեց, որ հիվանդանոց գնալուց առաջ լսեց ու հասավ տեղ զգաց, որ լավ է։ Այդ ձայնագրությունը, որը լինելու է ձեր շտապ օգնության այդ SOS փաթեթի մեջ։ Հաջորդ կետով դա հենց SOS փաթեթն է տագնապի կառավարման։ Երբ որ առաջանում է տագնապը, այս SOS փաթեթի մեջ առկա գործիքները, որոնք ֆիզիկական գործիքներ չեն, դրանք մտային, շնչառական, ֆիզիկական մարմնի ու պլյուս մի քանի այլ ներբություններ, 5 կետ, հա, այդ փաթեթի մեջ կա, որոնց միջոցով դուք սկսում եք տագնապը կառավարել։ Այս SOS փաթեթը շտապ օգնություն, հետազոտություններ, հիվանդանոցներ, դրա դադարեցման համար, որ արդեն սկսում եք մի քիչ զգալ, որ ամեն ինչ կառավարելի է։ Ես տեսեք, այս 3 օրվա ընթացքում ես չեմ խոստանում, որ ձեր տագնապն անցնելու է։ Ես տալիս եմ ձեզ գործիքներ, դուք տագնապը կառավարեք։ Դրանից հետո երրորդ օրվա վերջում դուք կիմանաք, թե ինչ է պետք անել։ Ու պլյուս այս 3 օրյա վիդեոպրոտոկոլի մեջ ներառված է մի հետաքրքիր հնարավորություն, որը ես անվանում եմ հոգատարության խումբ։
Հոգատարության խումբը իրենից ներկայացնում է on-line մի խումբ, մի որևիցե հարթակում, որտեղ միանում են բոլոր մասնակիցները, ովքեր ձեռք են բերում 3 օրյա վիդեո պրոտոկոլ։ Հոգատարության խմբի նպատակն է սրանք ինքնուրույն աշխատանքներ են։ Երբ որ դուք ինքնուրույն այդ տեսանյութերով անեք, բայց հնարավոր է, որ առաջանան հարցեր, ճիշտ եմ անում, սխալ եմ անում, այս արդյունքը նորմալ է, նորմալ չի եւ այլ, ու ցանկացած այլ հարց այս աշխատանքի հետ կապված, դուք գրում եք խմբում եւ ես պատասխանում եմ այդ ձեր հարցերին որոշակի ժամանակը օրվա մեջ մի քանի անգամ մտնում ու հերթով պատասխանում եմ հարցերին։ Այդ հոգատարության խմբում նաեւ դուք ծանոթանում եք ձեր խնդիրն ունեցող մարդկանց հետ։ Ուսես մի հետաքրքիր ընդհանուր էներգետիկ դաշտ է ստեղծվում, որից այդ հոգեվիճակից, այդ էներգետիկ դաշտից շատ ավելի հեշտ է լինում խնդիրը հաղթահարել։ Եվ այսպիսով 3 օրյա վիդեո պրոտոկոլի ընթացքում դուք ստանում եք ֆիզիկական զգացողությունների կառավարման վարժություն, հստակ սովորում եք շնչառական, հոգեհուզական, մեդիտատիվ ձայնագրություն, SOS փաթեթը, հոգատարության խումբը, որոնց միջոցով դուք արդեն սկսելու եք 3 օր անց կառավարել։ Իհարկե տեսեք թվերը 3 օրը դա ինֆորմացիան ստանալու օրն է։ Հնարավոր է մեկի մոտ հենց առաջի վարժությունից հետո սկսվի այդ կառավարելու զգացողությունը, որ կարողանում է կառավարել, բայց քանի որ սա վերաուսուցման process է, ես չեմ կարող ասել, կարող է 1 շաբաթ կարիք լինի, որպեսզի մարդ այս 3 վարժությունները անի, որպեսզի գա ինչ-որ մակարդակի վերահսկողությունը վերականգնելու։ Եվ դրա համար հենց այդ հոգատարության խումբը դրա համար է, որպեսզի հարցեր չառաջանա, բա իմ մոտ խիչ ստացվեց, ինչ եղավ, շատ անհատական process է։ Այսպիսով այս ամբողջ փաթեթը հոգատարության խմբով, SOS-ով, SOS փաթեթով, մեդիտացիայով, 3 մակարդակներով աշխատանքով արժի 29900 դրամ։ Բայց եթե այս տեսանյութը նայելուց հետո անմիջապես վճռական գործում եք, լինում է զեղչված։ Սա արագ որոշում կայացնողների համար ընդամենը 9900 դրամ։ Հավատացնում եմ ձեզ, նույնիսկ 29900 դրամը մատչելի է այս ինֆորմացիայի համար։ Այս ինֆորմացիան երբ որ մարդ չունի, կորցնում է տարիներ, կորցնում է իր կյանքի ժամանակը, իր կյանքի որակը եւ մեծ գումարներ, մինչեւ հասկանա իր հետ ինչ է կատարվում։ Բայց այս 3 օրվա վիդեո պրոտոկոլի միջոցով, երբ որ դու գիտես քո հետ ինչ է կատարվում, երբ որ դու սկսում ես կառավարել, երբ որ արդեն հանգստանում է քո ներաշխարհը, հաստատ ավելին արժի, քան նշված 29900 դրամը։ Բայց քանի որ իմ նպատակը օգնելն է հնարավորինս շատ մարդկանց, ես դրել եմ այսպիսի գին, որպեսզի գինը չլինի խոչընդոտ, որ յուրաքանչյուր մարդ անկախ աշխատավարձից, չգիտեմ, սոցիալական վիճակից հաստատ 9900 դրամ կարող է հատկացնի, որպեսզի այս 3 օրյա աշխատանքը ձեռք բերի եւ սկսի փոփոխություններ։ Դե ինչ, միանգամից հենց հիմա առանց ժամանակ կորցնելու անցեք հղումով, ներքևում կտեսնեք հղումը, իրականացրեք վճարումը եւ րոպեների ընթացքում ստացեք այդ 3 օրյա պրոտոկոլը եւ ըստ ցուցումների մանրակրկիտ ոնց նշված է արեք եւ ես ձեզ խոստանում եմ դուք կզգաք հստակ փոփոխություն։ Ու ամենակարևորը, եթե չլինի ոչ մի փոփոխություն, որին ես չեմ հավատում, բայց եթե ձեզ չգոհացնի արդյունքը, եթե դուք զգաք, որ սա ձեր համար չի, ես տալիս եմ 100% երաշխիք եւ ամբողջ գումարը կգրեք ինձ, ես հետ կվերադարձնեմ։ Լավ եղեք, կհանդիպենք արդեն վիդեո պրոտոկոլի ընթացքում։